Վաճառեց вообще պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ ամենամեծ չեկով գործարքը։ Ամեն ինֆրաստրուկտուրայի զարգացումը իր հետևից դոմինոյի էֆեկտով բերում է հավելյալ ներդրում։ Բիզնեսի եւ կյանքի, ընտանիքի բալանսը պետքա պահել։ Ցանկացած զարգացում դա ստրես է։ Որովհետեւ ես միշտ ճիշտ լինեմ, ես պետք է իմ կարծիքը միշտ փոխեմ։ Ինչ-որ բան կա, որին դու հասար, հաղթեցիր, էդ է քո նպատակը։ Դու պետք է պատրաստ լինես ամեն վարքյան փոխես մի հատ այնքան մեծ կտոր քո կյանքի, որին հասել ես նախորդ, չգիտեմ, 10 տարում։ Երբ որ դու սխալ չես անում, դու չես գնահատում։ Փողը կարող է մարդուն երջանիկ սարքի, թե չէ։ Ընկերներ ջան, ողջունում եմ ձեզ։ Մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր եւ կհիշեք, ես պարբերաբար ասում եմ, որ մեր այն պոդքասթները, որոնք ունենան ամենաշատ դիտումները, ես կհրավիրեմ իմ հյուրերին երկրորդ անգամ գալու եւ երկրորդ կտորը նկարելու, քանի որ մեր հյուրերի հետ իհարկե միշտ հետաքրքիր է շփվել եւ այսօր մենք նկարում ենք պոդքասթ իմ լավ ընկեր շատ ուժեղ գործարար, մասշտաբային գործարար, Red Invest Group ընկերության սեփականատեր, համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, գործարար, ով 10 տարում ստեղծել է Հայաստանի ամենախոշոր բիզնեսներից մեկը անշարժ գույքի շուկայում, Արսեն Ավետիսյան։ Արս ջան, բարի ախպերս, տեսա՞ր, ես խոսքս սպայեցի։ Հա, բայց ուզում հասկանամ, մենք ընկերներ ենք, դրա համար ինձ կանչեցիր, որտեվ առաջի 3 տեղին պիտի կանչեր, ես 4-րդ Բոլորն էլ ընկերներ են առաջի 4 կանանք ընթացքում էլի։ Շնորհակալություն, որ մի հատ էլ առիթ ունենք խոսալու։ Իրականում շատ ոդքասթներ մենք նկարվում, բայց հիմնական մասը մասնագիտական ուղղություն է գնում։ Ես մեր ոդքասթը նախորդ որ նայեցի գալուց առաջ հասկացա ինչքան հետաքրքիր ենք զրուցում ու ոչ մասնագիտական կտորներից նաև քեզ խնդրանք որ բոյից չկպնես այս անգամ։ Հա, չկա։ Նախորդ անգամ բոլորը այդ ենք։ Ես էլ իմ ճնշելու ձևերն ունեմ, էլի։ Մենք էլ մեր լծակները չենք օգտագործի հակառակ բանով։ Ընտիր։ Բայց միջև սկսելը, արի թույլ տուր մենք հարգանքի մեր խոսքը ասենք մեր գործընկերներին, իդեպ որոնցից մեկը նաև դու ես։ Մեր գործընկերներն են Spin Production ընկերությունը, որի իհարկե տակ նկարում ենք մեր պոդքասթները, որը կազմակերպում է եւ պոդքասթների նկարահանում եւ վիդեո ֆոտո production ամենաբարձր որակով եւ մեր գործընկերն է, էլի Red Invest Group ընկերությունը եւ Bosco նախագիծը, որը այսօր Արսենը արդեն հենց առաջի ձեռքից, առաջի դեմքից կներկայացնի ինչա դա եւ այդ ինչ լուրջ բան եք իրագործում նոր հաճնում։ Հիմա ասեմ արդեն։ Չէ։ Հա, դրա համար չենք հավաքվել։ Այդ ընթացքում այսօր խոսենք ամեն ինչի մասին։ Շատ ես միշտ սպասում եմ մեր զրույցներին, գիտես։ Ընտիր։ Ես նայում եմ YouTube-ում, Facebook-ում, հա, քեզ հիմնականում տարբեր պոդքասթների ժամանակ հարցնում են անշարժ գույքի շուկայից ու դիտարկում են որպես էքսպերտ։ Ախպեր, հասկացանք, հա, դու էքսպերտ ես այդ գործում, դու քո բիզնեսում մասնագետ ես, բայց Արսեն Ավետիսյան գործարարը շատ ավելի ֆենոմեն է, քան Արսեն Ավետիսյան անշարժ գույքի էքսպերտը։ Դրա համար ես այսօր չեմ ուզում ապշի քեզ անշարժ գույքի ինչ ա լինում, ուր ա գնում, ոնց ա լինելու, լավ ամեն ինչ, նորմալ է, թողենք այդ թեման, հա, էլի ես չեմ ուզում անդադ կարելի է նույն հարցերը տալ, էլի տարբեր էքսպերտների, ովքեր շուկայում կան, շատ են, ձեր ընկերությունում էլ կան, բայց քո նման գործարար, ով ինքը իր տեսակով ֆենոմեն է, քիչ են։ Ես կուզենայի քեզ որպես գործարար մենք այսօր բացահայտենք ու առաջի շեշտը դնենք նրա վրա, որ 10 տարում սկսելով սովորական սելզմենից դու ստեղծել ես շուկայում ամենախոշոր ընկերություններից մեկը, որը անցած ամիս թե նախանցած ամիս վաճառեց вообще պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ ամենամեծ չեկով գործարքը, $25 միլիոն արժեքով գործարքը։ Քո գործընկերոջ հետ մենք դա խոսացել ենք։ Ինքը ասել է, ես այդ սաղ ես եմ արել, ախպեր ջան, ոչ մեկը դե կապ չունի։ Այսօր կուզենանք քո վերսիաները լսենք։ Նախ հիշի, լավ պոդքասթի մեջ միշտ պրովոկացիա լինի։ Նախ ինքն է արել։ Հա։ Ու ես շատ ուրախ եմ, որ ինքը իմ գործընկերն է, Լևոնը, բայց եթե գլոբալ այդ ընդհանուր Հայաստանի զարգացման տենդենս ոչ միայն անշարժ գույքի, բերում է նրան, որ այտենց փաստեր են գրանցվելու։ Չգիտեմ, ես շատ ուրախ եմ, որ տուրիստական հոսքերի ռեկորդ կա,
ներդրումային բան կա, մեծ հոսք կա ու տեղի ռեկորդներ կան, կա մեծ նախագծերի, ամբիցիոզ նախագծերի տենդենս, որ մարդիկ չեն ուզում մի շենք վերցնեն կանեն, հա, կառուցապատման մեջ չեն նայում, բայց հյուրանոցներից սկսած ամենաբարձր մակարդակի հյուրանոցն են ուզում դնեն, ամենալավ բարձր մակարդակի թաղամասերն են ուզում անեն։ Այսինքն մենք տենդենս ունենք մի ժամանակ sense ամեն ինչում ուղղակի պետք է այդ ֆունկցիան լիներ, հա, երկրում։ Իսկ հիմա այդ ֆունկցիայի գրադացիաների մասին ենք մենք խոսում ու տեսնում ենք, որ ուղղակի էկոնոմ որակի ինչ որ սերվիս տալը էլ հերիք չի մեզ, որտեվ մեր երկրում, քաղաքում սովորել ենք տարբերակել լավը վատից, որակով անորակից, թածը չորից, այսպես ասեմ, այսինքն մեր ընկալման իրերի ու երևույթների ընկալման խորությունն է բան եղել, ու մենք լավ ու վատ ենք անում։ Թույլ տուր ստե մի հատ ընդհատեմ, ասեմ, որ դուք ճիշտ էիք։ Ասեմ ինչու՞մ եք դուք ճիշտ։ Դուք հələ, չգիտեմ, 5 տարի առաջվանից, ինչքան որ ես նկատել եմ, ասում եք, որ մենք չենք վաճառում անշարժ գույք, մենք վաճառում ենք lifestyle։ Երբ որ դուք սա ասում եք, այդ ժամանակ մենակ շենքեր ու վաճառվում էր քառակուսի մետր։ Այսօր է ձեր ասածը իրականություն է դարել ու lifestyle-ա վաճառվում։ Օրինակ, ձեր նախագծերը, որոնց ես ծանոթ եմ, դուք չեք վաճառում, որ այսքան քառակուսի այս տարածքում դուք իրոք ամբողջական կենսակերպ եք վաճառում։ Այս իմաստով դուք կամ շուկայից մի քիչ առաջ եք այն ժամանակ մտածում, կամ տեսնում եք, որ շուկան գալու է այս վիճակին։ Միջազգային փորձով եմ ես նայում, այսինքն թե դու հետ ես ինչ-որ բանից, որը որ Դուբայում կա մի 10 տարի հետո ես հասնելու դրան, դա ինչ է, հիմնականում տեղայնացրել, դա շատ հեշտ է, իրականում տեխնիկայի, ոչ թե մարգարեության խնդիրն է, տեխնիկա է, էլի ոնց ես վերլուծում։ Եկել նասմոտրն է, սա ռուսերեն բառ կա, հայերեն շատ լավ բառ է, չգիտեմ։ Նասմոտրին էս։ Ну, լավ բառ է։ Այդ մի քիչ ուրիշ, այն որ ասում եմ ձեզ տեսած պահեք։ Էսի հիշի Ձյաննա Հարոյանին կասեմ։ Հա։ Ձյաննան արտակարգ ոսկեղենիկ հայերենով խոսում է, ու ցանկացած բառ, որ մտքիդ գալիս է, դրա հայերեն տարբերակը Okay. տալիս ես կգրեմ կոմենտում, նասմոտրին էս բառի։ Հա, բայց մենք դրա հայկական տարբերակն ունենք, որ ասում ենք ձեզ տեսած պահեք։ Տեսած հարաշներդ բաց պահեք։ Հիմա տենց է։ Դե իրականում նա ինչքան մենք չենք խոսում անշարժ գույքից, մենք խոսում ենք մեր երկրի, մեր քաղաքացիների սկսած մեզնից հենց այդ նասմոտրինեսի աշխարհ տեսնելու, աշխարհի ընկալման փոփոխություններից։ Հիմա այդ դրա արդյունքում մենք ինչ-որ ռեկորդներ գրանցում նաև։ Ու ինչքան կարևոր է ինչ-որ պարզ ֆունկցիաներ, չգիտեմ, low cost-er ունենալը, օրինակ երկրում, որը որ չկար մի ահագին ժամանակ, հիմա կա ու ինչքան արագ է փոխվում մարդկանց աշխարհընկալումը, պահանջմունքները, երբ որ իրանք ինչ-որ բան են, մենք ինչ-որ բան ենք գնում տեսնում, հա։ Այդ նույն բանը ուզում ես քո երկրում լոկալիզացնես, ուզում ես քո երկրում այդ ծառայությունը լինի, որ օգտվես, ու դրանով այդ գրադացիաները, սերվիսների, պրոդուկտների ավելանում է։ Դրանով երկրի մեջ ավելանում է ինֆրաստրուկտուրան։ Այդ ինֆրաստրուկտուրայի ավելացման հետևից գալիս է ներդրումներ, որտեվ մի հատ շատ པարզ օրինակ բերեմ, էլի ինֆրաստրուկտուրայի կարևորության մասին։ Չգիտեմ, գնացել ես այդ ճեպընթացով Իտալիայից Շվեյցարիա, թե չէ։ Կամ մի հատ գնացք շատ հայտնի, ով չի գնացել, անպայման խորհուրդ եմ տալիս այդ փորձառությունը կյանքի ունենալ, ինքը շատ հասանելի թվերի մասին է խոսքը։ Մեկ կարմիր գնաց կա Իտալիայի ու Շվեյցարիայի սահմանից է սկսում։ Իտալիայից նստում ես Շվեյցարիայում մի հատ այնտեղ հայտնի կուրորտ կա, հասնում այնտեղ մի քիչ պատտվում ես, հետո հետ ա բերում քեզ մոտավորապես 2.5 ժամ է տևում այնտեղ գնալը եւ 2.5 ժամ հետ գալը։ Կարմիր գնաց կա մեծ վիտրաժներով ու այդ 2.5 ժամվա ընթացքում դու նայում ես քո կողքերը, ինչքան սիրուն է այդ Ալպերը, ինչքան սիրուն է տեսարաններ, այնտեղ ինչ-որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային բանի մեջ է, ֆոնդի մեջ է այդ ուղին, այդ գնացքով, բանով։ Մի խոսքով մենք գնացինք ընկերներով, այս տարի էր, չեմ սխալվում, փետրվարին, ֆանտաստիկ փորձառություն էր։ Մի պայից սկսած մենք սկսեցինք, գիտես ինչ թեման բռնել, որ արա ախր եթե Աբարանի սարերից Դիլիջան մի հատ sense երկաթուղի լներ, ու այս կարմիր գնացքը գնար, ոնց որ նույն բանը կլներ, տպավորությունը կունենայինք, էլ, այսինքն բնությունը նույնն է մեր մոտ։ Այն ինչ որ մենք պետք է ավելացնենք այդտեղ ինֆրաստրուկտուրան, որպեսզի մաքսիմում փորձենք վայելենք դա։ Հիմա մեր երկրում այդ
ամեն ինֆրաստրուկտուրայի զարգացումը իր հետևից դոմինոյի էֆեկտով բերում է հավելյալ ներդրում, հավելյալ տուրիստական հոսք, իսկ տուրիստական հոսքի իր հետևից էլի փող է։ Այսինքն այդ ցիկլը շատ լավ տեմպի է եկել մեր մոտ բոլոր ֆրոնտերով։ Հուսամ տենց էլ կշարունակենք։ Մեծ միջոցառումներ կան, հիմա ֆուտբոլի առաջնություն կա եւ այլն եւ այլն։ Ինչ առաջնությունն է, որտեղ է։ Միջև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացվել է Վրաստանում եւ Հայաստանում 2029 թվականին։ Լավ է։ Ու խաղերը լինելու են Իջևանում ու Դիլիջանում Հայաստանի։ Հա։ Ես չգիտեի։ Իջևանում կներես, Իջևանում ու Վանաձորում։ Դիլիջանը լինելու է մնալու տեղը, որտեղ որ հիմնականում այդ տուրիստական հոսքերը մնալու, որտեղ ամենազարգացածը հյուրանոցային ինֆրաստրուկտուրայով Դիլիջանն է։ Ու հիմա կառավարությունը այդպես ծրագիր ունի, ֆինանսավորում է հյուրանոցների կառուցման պրոյեկտները, մինչև 8%, եթե չեմ սխալվում, տոկոսային կետը սուբսիդավորում է, 1 միլիարդ վարկավորում է անում 3 տարվա շրջանակում, վարկավորման շրջանակներում 8% բան անում, սուբսիդավորում է, որ մարդիկ ես ու դու գնանք վերցնենք Դիլիջանում հյուրանոց սարքենք կամ որևէ տեղ մարզերում։ Աստծո։ Ու մենակ այդ մի որոշումը հիմա Դիլիջանում մեծ ալիք առաջացրել էլի։ Ես նախորդ անգամ չգիտեմ ասել եմ թե չէ, Դիլիջանը մեր մոտ ֆանտաստիկ տեղ է։ 10 տարի էս խոսքս ֆիքսենք ու հիշենք Դիլիջանը 10 տարի հետո։ Շատ ունիկալ տեղ է դառնալու Դիլիջանը։ Okay։ Նայ, մի հատ հարց, քանի որ հյուրանոցներից խոսացիր, դու բացի քո հիմնական բիզնեսից նաև մտել ես հյուրանոցային բիզնեսի ոլորտ ու այսօր ունես 2 հյուրանոց, մեկը Հանրապետության հնչերապարակի մոտ է, մյուսն էլ Դիլիջանում է, չէ՞։ Կասես այդ 2 բիզնեսների տարբերությունը եւ միաժամանակ 2 բիզնեսում լինելը հնարավոր է համատեղել թե չէ, այս հարցին նաև կոնտեքստ եմ ուզում ավելացնեմ, կան բիզնեսմեններ, ովքեր կարծում են, որ եթե իրանց մոտ ստացվում է, մի բիզնեսը պետքա տեղ միշտ խորանան։ Կան բիզնեսմեններ, ովքեր սերիական բիզնեսմեններ են, այսինքն բիզնեսը ստեղծում են ոնց որ հոսքագծի նման, այս արեցին, սամթը բռնեցին, հետո մյուս արեցին, հետո մյուսը, օրինակ մեր Բաքուրը ու սենց հոլդինգ է ձևավորում։ Հիմա դու դուրս ես եկել ու մտել ես նաև չեմ ասի, տենց շատ մոտիկ նիշա է, լրիվ հորեկա նիշա ես մտել ու բավական էլի հաջողված գնում է։ Ոնց ես այդ համատեղելիությունը դու տեսնում, մեկ ու երկրորդը տեսնում ես արդյոք շարունակություն դրան։ Չգիտեմ, երրորդը ինչ որ մի հատ այլ բիզնեսում դու լինես, ու էլի հաջողես, ու սենց շարունակ։ Այստեղ 2 հարց եմ ուզում քննարկենք, որոնք շատ կարևոր են։ Առաջին հերթին, երբ որ իներցիա կա հարցերի մեջ, որ մարդկանց ասում են դու հիմնադիր ես, գերի ես ընկել քո բիզնեսի ձեռքը, արի մենք ոչ մի անգամ բիզնես չենք ունեցել, բայց լավ աշխարհարչակ բիզնես խորհրդատու ենք, քեզ խորհուրդ տանք ինչ-որ այդ միֆերն է, էլի, այսինքն ոնց բիզնեսի կապանքներից բան անել, ազատվել եւ այլն, այստեղ միֆ կա ու իներցիա կա, այսինքն մարդիկ ինչ-որ ձև ծախում են այդ։ Ես պաշտում եմ իմ Red Invest-ի օպերացիոն հատվածի մեջ լինելը, սենց ասեմ։ Ճիշտ է, ինչ-որ կետեր կա դա հոգնածնում է եւ այլն, բայց անընդհատ լինել այդ process-ի մեջ օպերացիոն ու անընդհատ օպտիմիզացնել, որ հոսքերը կառավարել, դատան վերլուծել եւ այլն, դա այնա ինչ որ ես ամբողջ օրը սիրում եմ դրանով զբաղվել։ Այսինքն ինձ խնդիր էլ չկա, չեմ էլ ուզում դուրս գամ ուրիշ բիզնեսի մեջ, ուղղակի բիզնես անեմ։ Պլյուս դա նաեւ ֆինանսական տեսանկյունից լավ հետ է գալիս, այսինքն ցանկացած օպտիմիզացիա ինչ որ ձևով փող է դառնում, որը որ այլ բիզնեսի մեջ, ասենք, մի հատ լրիվ ուրիշ թեմայի մեջ մտնել էր, հասկանալ էր եւ այլն։ Հələ կներես, էլի թույլ տուր ստես ընդհատեմ, մեր ունկնդիրները դուք որպեսի պատկերացնեք, Արսեն Ավետիսյանը կարա քայլի օֆիսով, տենց աչքով ընկնի ինչ որ մի հատ բիզնես process, որը իր կյանքով ապրում է։ Սենց նայ հասի այս բիզնես process-ը այսօր այդ sense կանեք ու համակարգ դրվի, բան դրվի, տակը այդ բիզնես process-ի, հա, ու այդ բիզնես process-ը սկսի գործել 10% ավելի էֆեկտիվ։ Այս աստիճանի է խորանում, էլի։ Այո, որտեվ եթե դու քո բիզնեսում աշխատում ես, այսինքն $10,000 ամսեկան, այնտեղ միշտ կետ կա քանակական ու որակական աճի։ Այո։ Եթե դու մի հատ ուրիշ բիզնեսում պետք է ծախսես X ջոուլ էներգիա, ոնց որ սիրում է իմ ընկեր Համլետը ասել, դրա փոխադարձ ստանաս էլի $10,000, կարող է դու քո բիզնեսում դրա կեսը 1/3-ը ծախսես ուղղակի օպտիմիզացիայի վրա ու այդքան էլի աշխատես ու չկիսվի ֆոկուսդ եւ այլն։ Այս մասը էս կարևոր մեսեջը, որ պետք չի այդ իներցիոն մեսեջները լսել, որ բիզնեսի գերին ես եւ այլն։ Կայֆ է այդ ամենը չի։ Իմ համար մեջը լինելը ինչ որ առումով օքեյ է։ Այսինքն ես վստահ եմ, որ եթե դու սերիական բիզնեսմեն ես նույնիսկ, դու քո մայր բիզնեսի օպերացիոն
կառավարման մեջ պետք է լինես այնքան ինչքան դու տեսնում ես որ դու տեղ օպերացիոն իմաստով օպտիմիզացիայի մտքեր ու կետեր ունես հետո եթե հասկանում ես որ չունես այլ մարդ կա որ ավելի լավ կանի կարաս դուրս գաս բայց ես հələ որ տեսնում եմ որ շատ ունեմ այդ մտքերից ու լիքը մարդիկ էլ այդ կետում թողում են իրենց բիզնեսը ընկնում են այդ մեսեջի հետևից որ մենք մեր բիզնեսի գերին ենք դառնում են հակակշիռ իրենց բիզնեսին ու բիզնեսը վար են տալիս ընդհակառակ այս թեմա պետք է բոլորը իրենց բիզնեսով ապրեն քնեն հելնեն այդ մտածեն դրա մասին ու այդ բիզնեսը դատապարտված կլինի ծաղկելու լավ օքեյ եթե գանք սերիական բիզնեսներին եւ այլն այստեղ կա էլի խնդիր մարդ ով որ դրանով գիշեր ցերեկ կապրի այսինքն եթե դու ներդրող ես բայց ունես մի մարդ ով որ գիշեր ցերեկ դրանով ապրում է այն օպերացիոն կտորի պատասխանատունը ուզում ես 100 հատ բիզնես բացի շատ հեշտ է օրինակ 10 տարի բիզնեսի մեջ լինելուց հետո անցալել ցանկացած ոլորտի բիզնես process-ները ճիշտ է այստեղ մի հատ հավելում բացի ռեստորանային բիզնեսից խելար բիզնեսը մի քիչ բայց այդ դրա ֆոկուսը ձեր հյուրանոցներում չկա ռեստորան կա այդ եմ ասում էլի դա մի քիչ բան է ավելի բան պետք է լինես թեմայի մեջ պետք է լինես որ ավելի լավ հասկանաս այդտեղ հազարատ այլ փոքր նյուանսներ կա բայց էդ էլ է այսինքն հեշտ ընկալվող չի բայց մարսվող է ու երբ որ դու գտնում ես այդ մարդկանց ովքեր որ քո պարտներներն են ու դրանով քնում հելնում են դու ինչքան ուզում ես կարաս բիզնես բացես իրական որովհետև եթե կապիտալը թերիք է հիմնական բիզնեսից եկած հաճախորդների ցիկլերը ու այդ հաճախորդներին ռեֆերալ այսպես ծրագրերով կապել մյուս բիզնեսներին դառնում ես իրականում նույն հաճախորդների խմբի հետ աշխատում ես տարբեր բաժանմունքներ ես բավարարում հասկացա հիմա Բաքուրը վստահ եմ այդ նույն լոգիկայով է անում այսինքն ինքը գտնում է մի հոգու ով որ այդ բիզնեսի օպերացիոն մասի հետ քնելու արտնանա ինքը board member է այսինքն ինքը ամիսը մի անգամ այդ բիզնեսին նվիրում է մտքեր vision-ը կիսում եւ այլն որը որ ընդունվում դառնում է ծրագիր այդ մի հոգին տանում է այդ ծրագիրը հասկացա հիմա այդ մասով հյուրանոցների մասը մենք ունենք ես տեղ մի հատ տեղ կա որ համաձայն չեմ քո դեմս կնոջս էլ էդ էլ ասեմ չասեցի այդ մասով կինս է վերնիսաժի մոտի մեր հյուրանոցը լրիվ սեթափ արել հիմա այնտեղ թիմ ունենք մեր Տիգրան ու գլխավորությամբ որ լրիվ թողել ենք նույնիսկ լուսնենա դուրս եկել այսինքն այդ աստիճան այնտեղ լավ է քանի հոգի է թիմը 8 9 չգիտեմ էլ ես 15 անգամ գնացի այդ հյուրանոց որ պատկերացնես ինչքան է առանձին աշխատել որտեղ կա լուսինե ով որ դրանով 3 տարի քնելա արտնացել է մտքով որ այդ սեթափը արվի իսկ դիլիջանի կտորը բարդ է համեմատաբար որտեվ հեռու է այնտեղ մի քիչ սեթափի վրա ժամանակը շատ է մարդկանց համախմբելը այդ բարդ խնդիրներ կան այնտեղ բայց այդքանով հանդերձ եւս էլի եթե մի հոգի մարդ կա կամ թիմ կա որ այդ մի հոգու գլխավորությամբ տանում է այդ բիզնեսը էլի դատապարտված է լավը լինելու վստահեցնում մենք այս հաշվի 3 տարի հետո կտեսնես որ մեր Դիլիջանի հյուրանոցը ունիկալ դիլիջանյան ճարտարապետությամբ ու ոճով ոչ թե միջազգային բրենդով այս դիլիջանյան ճարտարապետությամբ ինքնությամբ ամենաթույն հյուրանոցն է այդ հատվածում ընտիր այստեղ թույլ տուր մի կարևոր մեջբերում անեմ ես քո ասացի հետ ամբողջությամբ համաձայն չէ ոնց ձևակերպեմ համաձայն եմ բայց ոչ ամբողջությամբ համաձայն չես ասեմ ու սա շատ կարևոր кейս է նայեք ընկերներ ուրեմն ես ոնց եմ տեսնում Արսենին կողքից Արսենը աշխատում է օրը ոչ թե 20 ժամ ոնց որ ուրիշ գործարարներ այլ աշխատում ես արի ճիշտ է խոսանք 8-ից 10 ժամ ու քո համար քո կյանքում կա ֆունդամենտ դա ընտանիքն է քո տղաներն են քո կինն է քո ընտանիքն է ու ես միշտ հիացել եմ թե դու ոնց ես կարացել ժամը 6-ին 7-ին միշտ դու շաբաթ կիրակի հանգստյան օրերը ամբողջությամբ դու նվիրում ես քո ընտանիքին ու ինչքան դու նվիրում ես քո ընտանիքին այնքան քո այդ 8-10 ժամը դու ավելի էֆեկտիվ ես անցկացնում այսինքն այն որ դու ասում ես քնել զարթնել իրականում թույլ տուր քո հետ չհամաձայնվեմ էլի դու չես քնում զարթում դրա հետ դու գալիս ես աշխատանքային ժամերին իմ ճանաչած այն քիչ գործարարներից ես որ աշխատանքային ժամերին բիզնես ես անում ու այդ ժամերի ընթացքում հասցրել ես ստեղծես այսքան մեծ ընկերություն ահռելի որը տարեկան չգիտեմ վաճառում է մի քանի 100 միլիոն դոլարի բան, հա, անշարժ այսինքն թույլ տուր 120 միլիոն այս տարի ծախել ենք 120 միլիոն այսինքն օգոստոսն է
Այս էլ ակտիվ ցիկլը չի սկսել տարվա որ պատկերացնես։ Okay։ Հիմա սիրելի ընկերներ, ես այս իմ սաղ ոդկասթների ժամանակ մի հատ ուրիշ քարոզ եմ առաջ տանում, որ բիզնեսի եւ կյանքի, ընտանիքի բալանսը պետքա պահել։ Հիմա իմ ճանաչած een քիչ մարդկանցից ես որ դու այդ բալանսը պահում ես, հիմա այսօր եկել ես, ասում ես ախպեր, պետք է քնես հելնես բիզնեսը։ Մի քանդի էդի։ Հա, չէ, պատկերացրած դու ճիշտ ես ասում, բայց այստեղ պետքա հասկանալ ինչա նշանակում աշխատել։ Ահա։ Առհասարակ պետք չի, հիշում ես, մի անգամ իրար հետ բան ունենք, դες դիսկուս ունենք, որ կամքի ուժի մասին։ Ես ասում եմ, ինքեր խես մի հատ ավել, կետ ավելացնում, բարեր։ Եթե ուզում ես այս ջուրը խմես, վերցրես, Okay։ խմի, խես ասում ես ջուրը, որ ասում ես վերցնես խմես, դու պետք է ասես ես կամքի ուժ ունեմ, որ չխալարես, վերցնես խմես։ Իմաստը ո՞րն է։ Այդ Ես ինչ ասում այդ ժամանակ։ Ասում եմ, ես ասում եմ կամքի ուժ հասկացողությունը հորինված թեմա է։ Ես էլ եմ ասում հորինված է։ Նույնիսկ էդի գրածված կա ամեն ինչը։ Հա, չէ, իրականում։ Լավ, okay, ասա։ Դե լավ, հիմա եթե այտենց է ասում ավելի լավ։ Հիմա կամքի ուժի թեման է ասում։ Ու ես նույն տրամաբանությամբ հիմա ասում եմ, որ չկա բաժանում գործնական ու անձնական կյանքի։ Ավելի։ Չէ, մեկնաբան եմ դու հասկանաս։ Ինչի է պետք բաժանել այդ ամեն ինչը։ Դες էլի իներցիա կա, էլի ինչ որ մի հատ այնօր բան եմ հանդիպել պատկերացնես, ասում եմ, գիտես 8 ժամ քնելը ով է հորինը։ Մատրաս արտադրող մի հատ ընկերության ղեկավար։ Օրինակ, հիմա դա դες շատ հաճախ ջինսերը, ասենք, սկսել են հագնել, որտեվ ջինս արտադրող մի հատ ընկերություն որոշել է, որ ուրբաթ օրը պետք է ջինս հագնեն, մարդիկ լոբինգ է եղել։ Նույնը ինչ որ մարդու ինչ որ միտք է եղել գործնական ու անձնական կյանքը։ Ես միշտ սիրում եմ տենց այդ բանը վերցնել ու քննարկել, էլի։ Կարող է ճիշտ բան են գալիս։ Հիմա ես հա գնում եմ գործի ժամը 10-ին, չգիտեմ, 7-ին հետ եմ գալիս, չէ՞, տուն։ Բայց իմ աշխարհին նայելու պրիզման, всё-таки իմ գործի տեսանկյունից, այսինքն ես երեխեքի հետ որ մի հատ խաղ եմ խաղում, ես միշտ գործի մեթոդաբանությամբ եմ դրան մոտենում, կամ եթե մի բան դուրսը տեսա, այսինքն գնացել ենք ճամփորդության։ Հանգիստ ենք, չէ՞, ընտանիքի հետ ենք, բայց մի հատ process տեսա, ասում եմ, վայ, որտեվ մյուս հատվածը ուրեղի միշտ կա դա։ Հա, okay։ Ու ես համարում եմ, որ չկա այդ, երբ որ դու հանում ես այդ բարերը գործնական ու անձնական, երբ որ դու ֆոկուսդ ես ուղղակի փոխում գործից, մոդդ, ֆոկուսդ ես, հեռախոսի բանը պատկերացա։ Դու կարող ես switch լնես սրան, ճիշտ պահելով այդ բանը, էլի թելը, հիմա ընտանիքի հետ ես անընդհատ switch չես սրնելու գործի, այս կողմ գործի են կողմ, դա փչանում է, նույնը գործի ժամանակ։ Ինչքան խորությունը մեծ է, այնքան լուծումները շատ են գալիս։ Էսի է կարևորը։ Լուծումներ գալիս են ընտանիքի հետ ժամանակի, անցկացած ժամանակի ընթացքում նաև, որտեվ ուղեղը այնտեղ հետևը մի բան մտածում է, մեկ էլ մի հատ process-ից ծնգում է։ Հիմա ուզում եմ այդ բարերն էլ արի քանդենք։ Եթե ինձ տեսել ես, ես կարծատիպն եմ եղել, արի այսօրվանից դա վերացնենք։ Ես ասում եմ, որ ընտանիքը դա հիմքն է ամեն ինչի, մոտիվացիայի եւ այլնի, այսինքն չի քննարկում, բայց եկեք այդ պայմանականությունները հանենք հələ։ Ֆոնայինը գործն է։ Եկեք բիզնեսն է։ Բիզնեսը չի, տարերքն է։ Ահա։ Մարդու տարերքն է, թե ինչով է ինքը սիրում կյանքում զբաղվի։ Ու այն ընտանիքներն են իրականում երջանիկ, որտեղ մարդիկ մեկը մյուսին եւ երեխեքը ծնողներին եւ ծնողները իրար մեջ sense խառը թույլ են տալիս իրար զբաղվել, բոլորը զբաղվեն այն գործով, ինչի որ իրանց տարերքն է։ Տարերքի մեջ գտնվող մարդկանց աչքերը վառվում է, էլի։ Իսկ ի՞նչ է տարերքը։ Տարերքը այն է, ինչը որ քեզ ամեն օր ոգևորում է գործողություն անելու։ Ոնց հասկանաս որն է քո տարերքը։ Օրինակ, եթե դու ուզում ես այդ գործը անես ամեն օր, ոնց որ հաշվի ազատություն ունես, բանի մեջ ես, վակուումի մեջ, ոչ մի բան քո վրա չի ազդում, ազատություն ունես, ինչ կանես։ Եթե մի բան դու ուզում ես անես այդ ուղղությամբ, որը որ ինչ որ նպատակ է հետապնդում ու դու հաջորդական գործողություններով գնում ես այդ նպատակին, առանց որևէ մեկի ճնշման, հա, ուրեմն այդ քո տարերքն է, քո ցանկությունն է, ոնց ուզում ես տարերքը ավելի խորացված է, ցանկության ավելի բան տարբերակն է։ Okay։ Հիմա այն ինչը որ ինձ ոգևորում է, ինչ որ բան անելու մեջ, օրինակ հիմա ready օպերացիոնի մեջ լինել ինձ ոգևորում է։ Կարող մի տարի առաջ այդ հարցը տար, ասել չկա։ Բայց ես սիրում եմ այդ
Ոչ փոփոխականությունը ամեն ինչի հիմքն է անգեր։ Էդի որ եթե անցած տարի տենց էր, այս տարի ես կարամ ասեմ սենց է, որտեվ ավելի խելացի կարողա դարածել եմ կամ ավելի դմբո դարածել եմ, չգիտեմ, փոխված եմ։ Լավ խոսք, ասում եմ, որպեսզի ես միշտ ճիշտ լինեմ, ես պետք է իմ կարծիքը միշտ փոխեմ։ Հա, լրիվ ընտիր է, համաձայն եմ, թույն է, բայց արի լսեցիք, ընտիր է, լրիվ համաձայն է այս փուլում, մենակ տարերքի մասով, տես դու ասում ես տարերքը հենա, որ դու քո ցանկությունը կամ ավելի խորքային բան ես իրացնում, բայց ես բազմաթիվ անգամ ցույց եմ տվել, մենք իրար հետ խոսացել ենք, որ տարերքը, օրինակ քո դեպքում քո տարերքը, դա 6-րդ արխետիպն է։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք արխետիպ, մենք արդեն մասնագիտական ձևակերպում ենք տալի տարերքը ասվածին։ Տարերքը կամ արխետիպը մենք ունենք, նայ, տարբեր հոգեթերապևտներ պատմության ընթացքում արխետիպերի, պսիխոտիպերի մոդելին եկել են։ Էրիկ Բերնելն է եկել, Գյուրջիևն էլ է եկել, 9 էնագրաման Գյուրջիևի արխետիպերի բանն է, տեսությունն է, մոդելն է, Յունգն էլ է եկել դրան։ Եվ կարծում եմ էլի հոգեթերապևտներ կան, մեծ մտածողներ, ովքեր դրան եկել են տարբեր տեղերից։ Հիմա Յունգը տարբեր շերտեր ունի մարդու պսիխոտիպերի, կա 4 պսիխոտիպեր, հա, ինտրովերտ, էքստրավերտ, հա, սանգվինիկ, ֆլեգմատիկ։ Կա ավելի մեծ, ավելի լայն բացված, միջև ավելի լայն բացվածքը կա մի հատ էլ առանձին 5 արխետիպ, հա, սամաստ, անիմա, անիմուս, տվեր, պերսոնա, էս էլ է Յունգի, այսինքն Յունգը մի քանի sense պսիխոտիպերի ու արխետիպերի բան ունի։ Հիմա 22 արխետիպերը էլի Յունգով մենք տեսնում ենք, որ ամեն մի արխետիպը իր տարերքը ունի, իր ուժեղ ու թույլ կողմեր ունի։ Հիմա քո տարերքը դա վաճառքն է, սիստեմա սարքելն է, գեղեցկությունն է, 6 արխետիպով մարդիկ իրանք ֆանտաստիկ ճաշակ ունեն, իրանց աչքը տեսնում է ցանկացած ոչ կատարյալ բան ու իրանք sense ամեն ինչը սեղանի վրա պիտի իդեալական լինի, երբ որ մենք իրար հետ միտեղ ենք գնում, նստում ենք, հա, հաց ենք ուտում, շփվում ենք։ Ես տեսնում եմ, թե դու ոնց ես ընտրում սիրունը, ակուրատնին, հա, էսթետիկապես միակ տեղը, որ ես միշտ հոգի տուտում եմ, այդ քո ընտրած մեքենան է, որտեղ կարծում եմ այդ գեղեցկությունից դու շեղվել ես։ Էսա դու կասես։ Ատեղ էլ տարերքի բան կա։ Հա, օքեյ, կասե։ Այսինքն էլ դե եմ ասում հիմա միկրոֆոնը իմ ձեռն է, ես եմ sense կրիսական բաներ անում, բայց էսա կտամ քեզ։ Լավ, օքեյ, լավն է մեքենան Արսեն, ինձ ունենք։ Ես չեմ սիրում, հա, բայց ենթադրենք, որ դա էլ է գեղեցիկ։ Թևերը որ բացվում է իրականում։ Լավ, դուք ասեք, ընկերներ, Tesla Model, ինչ է, X-ը գեղեցիկ մեքենա է, թե չէ։ Իմ կարծիքով Tesla Model X-ը ոչ թե գեղեցիկ է կամ ոչ գեղեցիկ է։ Ինքը ուղղակի դիզայներ չունեցող, ինքը դիզայներ չի ունեցել, ինժեներները պրոստը հավաքել են ինչ-որ բան ու տենց ստացվել է։ Տեսել ես այդ ավտոմոբիլը։ Okay, ճաշակ։ Դու արխետիպով հաստատ այդ էսթետիկական մասը չունես։ Չկա դա։ Իմը 10-ն է, 10-ից առանձին մի օր կխոսեմ։ Ինքը ամենալակոնիկ պրոդուկտն է, ամենա user friendly պրոդուկտն է մեքենայի տրամաբանության մեջ, որ դու երբևէ կարաս օգտագործես։ Okay, լավ, հարց չկա։ Ես քեզ պրոստը ասում եմ հիմնա ու ինքը նա իմ բաների մեջ, նախընտրությունների չէ, որոշում կայացնելու վրա շատ ազդում այդ պրոդուկտի ինովացիոն կտորը, թե ինչքան է ինովացիոն։ Օրինակ, ինչի ենք մենք ամբողջ կյանք կլոր ղեկով վարել մեքենան։ Երբ որ Տեսլան փոխեց շտուրվալի տրամաբանությամբ, ես հիմա հասկանում եմ, որ ամբողջ կյանքը ոնց որ անիմաստ ներվեր եմ փչացրել, որտեվ այսքան ավել անիմաստ ավել այդքան է եղել է, փակել է դիմացը, անիմաստ, որտեվ այս շատ ավելի հեշտ է, հարմար է, լակոնիկ է, մենք աշխարհը տեսել։ Ապրես, լակոնիկ է շատ, էկրանը չոտք երևում է, եթե էսի ավելի հեշտ է ինչ-որ մարդկանց տրամաբանությամբ, երբ որ ռազվարոտ ես անում, պետք է հաշվել քանի անգամ ես ռազվարոտ անում կյանքիդ մեջ ու քանի անգամն ես ինչքան ժամանակն ես ուղիղ գնում, ասենք տոտալ մեծ մասը sense պետք է բռնես։ Տեսնում եք պերֆեկցիոնիզմի աստիճանը։ Հա, դրա համար ոչ ում տես Okay, լավ։ Փոփոխություններ կա, հա, արխետիպը թույլ չի տալիս քեզ այդ հասկանալ։
Բայց Okay. Ես այդ կարծիքն ունեմ, բայց դուք էլ գրեք, էլի կարող ինչ որ մեկը մեր ունկնդիրներից ասի, չէ, Tesla Model X-ը սիրուն մեքենա է, ու տենց։ Խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, ով է իմ կարծիքը կիսում, ով է կիսում Արսենի կարծիքը։ Հիմա գալով տարերքներին, լրիվ համաձայն եմ, դու քո տարերքը իրացնում ես մաքսիմումով, այն որ sense այդ պատոկը գալիս է, ու այդ պատոկի մեջ քո սաղ թիմը նաև բոլորը իրանց տեղերում դա իրացնում են։ Վստահ եմ նաև Լուսինեն կինը տա իր արխետիպերի էներգիան իրացնում ու այս առումով հա դուք երջանիկ եք ու մի կարևոր ստեղ դետալ կա երբ որ մարդը իր արխետիպի իր տարերքի էներգիան իրացնում է ինքը փաստացի էլ չի աշխատում դա չի կոչվում էլ աշխատանք դա կոչվում է սամառեալիզացիա դա կոչվում է երջան չգիտեմ ամեն ինչ բացի աշխատանքից հետեւաբար այս քո ասացի մեջ ես եմ տեսնում որ դու քո ճիշտ տեղում ես քո ճիշտ տարերքը ռեալիզացնում ես դրա համար դու չես զգում որ սա գործ է սա չնայած քո գործում այնքան ստրես կա մեկ-մեկ ես որ տեսնում եմ ինչքան խնդիր ես դու օրվա մեջ լուծում ու նաև մի շատ հետաքրքիր հատկություն ասեմ Արսենի մոտ, որը ես ցենց նկատել եմ, երբեք չի ձգում տհաճ խոսակցությունները։ Մենք բիզնեսմեններով միշտ ունենք ինչ-որ խոսակցություն, որտեղ դու ուզում ես չզանգես, ուզում ես չխոսած, որտեղ ինչ-որ կոնֆլիկտ կա, ինչ-որ բան կա, լիցք կա այդ դիալոգի մեջ, ինչ-որ բան կա, ոնց որ ինչ ասեմ, ինչ-որ մի հատ հաղթահարելու բան կա, այդ շատ-շատ Արսենի մոտ ասենք, եթե պետք է խոսալ, հիմա է պետք խոսալ։ Այդ ֆանտաստիկ է։ Ես քո մոտ դա նկատել եմ, շատ լուրջ որակ է։ հա, որտեղ թունավորում է իրականում էներգիա, երբ որ ինչ-որ լարվածություն է պահում մոտը, իմ Ու երկար որ մնում, օրինակ ասում ես, լավ, վաղը կխոսամ։ Չէ, թունավորում ես տենց ու միտքդ ֆոկուսդ։ Ես ես վերջում ֆոկուս բառն եմ շատ օգտագործում։ Մի քանի բառեր կա առհասարակ, չգիտեմ, ասել եմ թե չէ, տենց իներցիա բառն է, ֆոկուս բառն է։ Հա։ Որ շատ սիրում եմ, որտեղ իրանք ինչ-որ բանի մասին են իմ համար։ Հիմա ֆոկուսը մի կետի խորությունն է, ոչ թե լայնությունը, այլ մի կետի խորությունը, ինչքան ես դու այդ թեման հասկանում խորությամբ։ Բոլորին խորհուրդ կտամ փորձել մի հատ պրակտիկա։ Մի թեմայի շուրջ խոսալ 3 ժամ, չէ 4 ժամ նույնիսկ։ Մի հատ sense հետ կամ ու հասկանամ որպեսի parзалնի թե այդ բնավորությունը որտեղից է մոտ մնացել, հետո եմ այդ հասկացել։ Մենք ես ընկերներիս մասին քիչ եմ խոսում, քիչ եմ խոսացել, չգիտեմ խի, բայց իմ համար ընկերներս, որոնք որ մանկության ընկերներն են, իրանցից մի մասը ուսանողական ընկերներն են, նաև, բայց ուսանողական ընկերներն են իրար հետ, տարբեր խմբի ընկերներ ունեմ, որոնք իմ համար որ ասում ես էներգիա, ինձ շատ հաճախ թվում է որ ես ընկերներիս որ չտենամ, ոնց որ զայաթքես կնստի էլի։ Որ պատկերացնես իմ ուսանողական ընկերների հետ 20 տարի է արդեն, ամեն ուրբաթ օր մենք հավաքվում ենք։ Այսինքն դա դառել է ռեֆլեքս մեր մոտ։ Մենք չկա տենց ուրբաթ օր, որ այդ խումբը, հա մեկը կարող է միտեղ բացակայում, բայց խումբը հավաքվում է ու այդ էներգիան փոխանակում է, update-ը լինում է եւ այլն 20 տարի պատկերացնում ես 30 քանի տարեկան ենք։ 30 դու 38 տարեկան եմ հեսա դառնալ։ Այստեղից շատ մեծ էներգիա է քանվում։ Հիմա այս ընկերների մասին չեմ ասում, երբ որ դու հավաքվում ես մարդկանց հետ, ովքեր քեզ չեն ընդհատում, ովքեր քո հետ խոսում են, հա, կարծիքներ են փոխանակում ու դա երկար է տևում։ Այդ վերջում է լավ մտքերը գալիս, այդ խորությունը վերջում է բացահայտում։ Ուղղակի մենք քիչ պրակտիկա ունենք հիմա երկար խոսալու, դիալոգ կազմելու առհասարակ։ Դիալոգը խոսալը, ուղեղի տաքացնելը, հա, այսպես ասած, բերում է նրան, որտեղ իրականում քո այն ամբողջ գիտելիքը, ամբողջ փորձառությունը կպտում է իրար ու ինչ որ ճշմարտություններ ես դու սկսում խոսալ քո տեսանկյունից, հա։ Ինսայթներ է գալի, պատոկ է գալի։ Մենք ընկերների հետ Անանյայի հետ իմ ընկերոջ շատ մտերիմ, Հովանեսի հետ, Էդգարի հետ, մանկության ընկերոջս այս վերջում էլ այդ թեմային եկանք, մենք զապիս էինք անում, մի հատ շատ վատ հեռախոս ունենք, այս ժամանակ երևի 6 թե 7 դասան ենք, բայց մենք գնում ենք, պապայի ավտոն գողանում ենք, նստում ենք այդ ավտոյի մեջ, այդ հեռախոսը դնում ենք, այդ դիսկը ունեմ ես էլի, նստում ենք ու ժամերով բառեզբուն իմաստով ինչ-որ թեմաներից ենք խոսում։ Իմ բախտը այնքան է բերել իմ ընկերների մասով, դու չես պատկերացնում, ասենք Հովանեսը ոնց որ բան լինի, ինչքան գիրք ասես կարդացել է ու իր միակ նվերը որ մեզ տալիս է գիրքն է։
կարող ասենք մի օր Հովանեսից որ գաս մեր օֆիս ցույց կտամ, ինձ նվեր է տվել բանը, ինչ որ հավաքածուներ, բանը Վլաստերին Կալեցի, Lord of the Rings-ի բանը։ Դե այդ մարդը տենց է իր սերը արտահայտում։ Իմ ընկերն է, էլի շատ ոնց ասեմ, մարդը, որին ես ստեղից ընդեղ զգում եմ հիմա։ Ու այս մարդկանց էներգիան էլ ես դու օգտագործում կյանքում, լիցքն ես օգտագործում, էներգիան չի, իրancs տված լիցքը, որպեսզի քո մոտ այդ բուստ էներգիայի շատանա։ Հիմա ես արդեն մոռացա ինչից ենք խոսում, ֆոկուսից ենք խոսում, հա այդ ֆոկուսը գալիս է նրանից, որ դու կարող ես սովորություն ունես մի թեմայի մասին անընդհատ խոսալու կամ չընդհատվելով խոսալու, երբ որ քո ֆոկուսը մի թեմայի շուրջ իրականում շատանում է, էլի։ Այստեղ էական չի ինչքան ես դու զբաղվում այդ թեմայով, իրականում ինչքան էֆեկտիվ ես զբաղվում այդ թեմայով։ Նայ, ֆոկուսի հետ կապված մի հատ կարևոր բան ասեմ քեզ։ Հա, թեմայի հետ կապված ֆոկուսը շատ կարևոր է, բայց մի հատ Բարիս Բերեզովսկին գիրք ունի, ինչպես աշխատել մեծ փողեր, իդեպ խորհուրդ եմ տալի գտնել YouTube-ում, ինտերնետում այդ գիրքը կարդալ, բրոշուր է, մի 25 էջանի, բայց այնքան խորը բան է, հայտնի հրյա ռուսական ոնց որ քաղաքացիությամբ հրյա միլիարդատեր, հա, Վերեզովսկու գիրքն է, մի հատ շատ կարևոր միտք է ինքը այդ գրքում ասում, որից հետո ես նայում եմ, դա կյանքի տարբեր իրավիճակներում հստակ աշխատում է։ Միտքը հետեւյալն է, որ ցանկացած բիզնեսմեն, եթե ունի բիզնես, որին իր սաղ ուշադրությունը ուղղում է, այդ սաղ ուշադրությունն ուղղելու հետևանքով այդ բիզնեսում խնդիրներ են առաջանում, ու ինքը ասում է, որ միշտ ուշադրությունը պետքա այն ձվերի նման տարբեր արկղերի մեջ պահել, որպեսզի առանձին վերցրած ամեն մի արկղը ավելի քիչ ռիսկի գնա։ Այսինքն, երբ որ դու քո ամբողջ ուշադրությունը ուղղում ես մի պրոյեկտի, ֆոկուսը ուղղում ես մի պրոյեկտի, հավանականությունը, որ այդ պրոյեկտում չնախատեսված խնդիրներ կծագեն, շատ բարձր է։ Ու ինքը ասում է, օրինակ, շատ հարուստ մարդիկ, կայացած մարդիկ միշտ ունեն մի հատ տեղ, որտեղ կիսում են իրանց ուշադրությունը իրանց բիզնեսի հետ։ Օրինակ, կարա դա ձիերի մրցույթը լինի, կարա ինչ որ մեքենաների, ասում է, դու կարաս այդ ժամանակ բալետ անես քո ձիուն, որ ինքը գնա, հա, ուշադրությունը այդ էներգիա ուղես ընդե ձիթ չհաղթի այդ մրցույթում, բայց քո բիզնեսը ավելի լավ զարգանա։ Արի, ես ոնց եմ այդ հասկանում, ես sense եմ տեսնում։ Ցանկացած ֆոկուս ինչ որ թեմայի վրա, դա ենթադրում է սեղմում, ուժ, ազդեցություն իր վրա, ապրես, ցանկացած ազդեցություն նպատակը զարգացման նպատակով, ցանկացած զարգացում դա ստրես է։ Ինչքան դու շատ ես սխմում, ինչքան շատ ես ուզում արագ զարգանա, չգիտեմ, բազմակողմանի լինի եւ այլն, եթե համաչափ չի քո ճնշումը մի թեմայի վրա, վերցնենք երեխուդ ուզում ես 3 տարեկանում կարդալ սովորացնես, չես կարող, ինչքան ուզում ես ֆոկուս լինես։ Դու պետք է համաչափ ֆոկուս լինես այդ թեմայի վրա։ Ֆոկուսն էլ պետք ճիշտ ուղղել, ճիշտ չափով։ Ֆոկուսը չխառնենք ճնշման վրա։ Ֆոկուսը այն իմ համար տարբեր են դրանք։ Ֆոկուսը այն է, դու ինչքան ես հասկանում այդ թեման, հենց այդ բալանսն է, ու ֆոկուսը այն է, թե դու ինչքան ես հասկանում, այ վախտնա թե չէ, հասկանում ես, այդքան ֆոկուս ունես, ու դու ջանք այդ երեխուն գիրք սովորացնելու ժամանակն է, թե չէ։ Եթե հա, դու մաքսիմում ճնշում պետք է գործադրես։ Եթե չէ, դու պետք է բերես մոտեցնես այդ պահը, որը որ մաքսիմում բանի ժամանակն է, ճնշում գործադրելու ժամանակն է։ Ֆոկուսը իրերի ու երևույթների այդ դասավորվածության հասկանալու, զգալու բանն է, բառն է, չգիտեմ ինչ ասեմ, այդ ունակությունն է, որ դու այդ հասկանաս, բայց քո հետ 100%-ի համաձայն եմ։ Այդ երեխեքի անալոգիան շատ լավն է, եթե դու ունես երեխա, որը որ սաղորի իր մասին ես մտածում, ինքը բան է։ Մի բան լինելու է, ընկնելու է ոտը վնասի օրինակ։ Հա, այդ դա համար ուշադրությունը երբեմն շեղել բիզնեսից կամ, չգիտեմ, ինչ որ բանից, այդ օգուտ է այդ երևույթին, ինքը իր կյանքով է ապրում։ Ու շատ ժամանակ, երբ որ դու անում ես մի քանի բիզնես, կարա դրա ոնց որ այդ մոդելի լավ են լինի, որ դու մի քանի բիզնեսի մեջ ոնց որ երկու բիզնեսը ստեղծել ես նրա համար, որ ինքը քո ուշադրության մի մասը կիսի, պրոստը, ու դրա արդյունքում են առաջի կամ երկու բիզնեսները զարգանան։ Բայց կարա բիզնես չլինի դա։ Ապրես։ Որտեւ նայ, օրինակ նույն Բերեզովսկու ասածով կարա, չգիտեմ, ինչ որ մի բան, որին դու հիմա կա ոնց որ ավտոմատացման ու արհեստական բանականության ինտեգրման լուրջ կարիք բոլոր բիզնեսներում։ Դու բոլորը հասկանում են, եթե դու այս տարի մաքսիմում ճնշում չգործադրես բիզնեսիդ վրա, որ process-ները փոխվեն այդ իմաստով, արհեստական բանականությունը մտնի քո բիզնես, ավտոմատացումները շատանան եւ այլն, զուտ քանակական ու որակական
չափելիության տեսանկյունից եկող տարի քո այդ մրցողների քանակը շատ շատանալու է։ Ես մի հատ լավ բան օրինակ ասեմ, մի անգամ էլի ասել եմ այս բանը, օրինակ երկի ասպարեզը վերցրա, մարդը տենց հելնում էր, տենց գոնե պապիկը պետք է ջութակահար լիներ կամ տենց ինչ-որ տատիկը դաշնակահար լիներ, այդ երեխուն ստիպեին գնար ինքն է ջութակ սովորեր 7 տարի դաշնամուր սովորեր, ընթացքում ջոգեն, որ ինքը լավ երգում էլա, երգեր եւ այլն, հետո այդ մարդը դառնար երգիչ։ Ինչ-որ դժվար դառը փորձություն պետք է անցներ, եթե ինքը տենց առանձնապես միտված չէր սելեբրիթի դառնալու։ Հիմա մարդը հելնում է, ուղղակի AI-ին տալիս է իր ձայնը, իր տեսքը, ասում է անգեր մի հատ բառ գրի, մի հատ երաժշտություն դիր, ու ես ու դու կարող ես դնենք, լսենք թե AI-ը ոնց է երգում, ես ու դու լսենք մենք ոնց ենք երգում, ու ասենք լավ է էլի ոնց որ ու ինչ որ մարդիկ դա կոմերցիա սարքեն։ Այսինքն եթե նախկինում 10 հոգի են մրցում երգի բնակավարում, երգի շուկայում, հիմա անսահման մարդիկ, որտեղ այնտեղ տաղանդը արդեն կոմպոնենտ է, ոչ թե գլխավոր բանն է, խաղացողն է, որտեղ բոլորը կարան հիմա իրանց առաջարկեն այդ շուկայում որպես խաղացողներ ու այն որ դու այն ճանապարհը անցնում ես այդ տատիկի ցանկությունից մինչև 50 տարեկան տանջվելով եւ այլն երգելով, այսօր մի հոգի կարա ուղակի հելնի, ասի ես էս սանով եմ զբաղվում, հաջորդ օր ինքը ձայնագրած երգ ունենա, որը քո երգի հետ կմրցի։ Պատկերացրիր, շատ է սրվել մրցակցությունը այս դարում ու այս մրցակցության հիմա եթե դու օրինակ ես իմ ամբողջ ֆոկուսը չդնեմ որ իմ հիմնական բիզնեսի ավտոմատացումն ու բանը անեմ, արհեստական բանականության ինտեգրման կտորը վերցնենք անենք, եկող տարի ես չեմ մրցելու այն 10 ավանդական ընկերությունների հետ, որոնք շուկայում կան, որոնց հետ ճանապարհ ենք անցել։ Կարող է եկող տարի դու որոշես, որ այս շուկա ես ուզում մտնես ու լավ ես հասկանում դրանից, արագ իմ ամբողջ 10 տարվա անցած ճանապարհը մի օրում անցնես։ Այո, պայմանական։ Ուտեղ մրցակցային փոփոխությունը այնքան շատ լինի, արագ լինի, որ դու չհասցնես ուղղակի կողմնորոշվես։ Հիմա տեղ պետք է ամբողջ ֆոկուսը միանգամից դնել։ Բան չասի։ Որ մի քիչ էլ շատ կողքինների ֆոկուս հասկացա։ Նայ, հիմա առհասարակի մենք մենակ AI-ից ենք խոսում, բայց այսօրվա մեր ժամանակները նաև նրա մասին են, որ մի քանի շատ խոշոր սև կարապներ, սև ու սպիտակ միգուցե գալիս են դեպի մարդկության ոնց որ կյանք, հա, այսինքն կա պլանավորած ապագա, որը ես դու մենք, հա, պլանավորում ենք մեր ապագան ոնց պետք է լինի, եւ կա надвигающее будущее, այսինքն դեպի մեզ գալացող ապագա, որտեղ մենք չգիտենք ինչեր կա, համ անորոշությունն է մեծ, համ այդ AI-ի հետևանքով ստեղծված ահռելի է տրանսֆորմացիոն process-ներն են շատ, համ գեոքաղաքական process-ներն են ամբողջ աշխարհում շատ։ Այսօր օրինակ կարդացի, որ Չինաստանում օրենք են ընդունել, որ 3 տարով շատ հեշտ կարան արգելեն մարդու ելքը Չինաստանից, այսինքն ինչ որ մի բանի պատրաստվում են այդ մարդիկ, չգիտեմ ինչի։ Հիմա եթե չեմ սխալվում, big data-ի վրա մարդկանց վարքագծի վարկանիշային բան են դրել։ Լիքը բան կա, հա, հիմա ես ինչ եմ ասում, այսօրվա գործ Ստեղ մեծ ծիծաղալու բան կա, ես չգիտեմ, այդ կամերաները ոնց են չինացիքի դեմքերը տալու։ Հա, դե մենակ դեմքը չի, թվում է մի կա, շարժվեր քայլել։ Նայ, հիմա ես ինչ եմ մտածում, այսօրվա բիզնեսմենը, այսօրվա լիդերը պետքա մի քիչ ուրիշ ձևի լիդեր լինի եւ կա լիդերության մեջ այսպիսի տերմին լիմինալն է լիդերство, հայերեն ցավոք ես բառերի հոմանիշները, թարգմանությունները ես չգիտեմ, կասենք լիմինալն է լիդերство, հա, որտեղ լիդերը ինքը կանգնած անորոշության բանի մեջ ու պետքա քայլ անի դեպի այդ անորոշություն հերիք չի, հետևից էլ կարանա առաջնորդի իր թիմին, ընկերներին եւ այլն։ Հիմա ես կարծում եմ այսօր պետքա եւ այդ քո ասած ֆոկուսով արագ այդ ամեն ինչը անել եւ պատրաստ լինել օրինակ մի օրում նիշա փոխելու, մի օրում մի հատ պրոյեկտ փակելու, մեկ այլ պրոյեկտ սկսելու, մի օրում, այսինքն այսօրվա այն ստաբիլությունը, որին մենք ձգտում ենք, սովոր ենք եւ այլն, էլ չկա աշխարհում։ Պրոստը գոյություն չունի, դու պետք է պատրաստ լինես ամեն վարքյան փոխես մի հատ այնքան մեծ կտոր քո կյանքի, որին հասել ես նախորդ, չգիտեմ, 10 տարում։ Որ կար նախկինում ստաբիլություն, կներես ընդհատեցի։ Հա, օքեյ։ Եկա։ Էդ էլ է միֆ, որ կար նախկինում ստաբիլություն։ Դե լավ է եղել, չէ՞, օրինակ տարիներով փողը եկել է, բիզնեսը զարգացել է։ Ստաբիլություն չի եղել, դատեղ ուրիշ գործողությունների արդյունքում արդիկ ստրեսների մեջ են ընկել, ուրիշ բիզնեսի, այսինքն ուրիշ խնդիրներ են լուծել։ Այդ
Եվ եթե մենք հիմա այդ խնդիրները չենք տեսնում, չկա, ինչի նշանակում է ժամանակ չեղը։ Ստաբիլություն, ոչում ես համաձայն չեմ դրա հետ։ Նույնիսկ Չի եղել ստաբիլություն։ նույնիսկ շատ ակտուալ Vodisevs-ական նայել ես նոր։ Չէ, չեմ նայել։ Ես իմանայի չի գա այս ոդկասթին, հա, որտեվ ես այնց մի քիչ Ես նման կեոները չեմ նայում, մենակ սպասում եմ որ տոմս նվիրեն գնամ։ Սավորված եմ մի քիչ ավելի, այնց բան կա, սարկազմ կա էլի, այս ասածից մեջ, բայց իրականում ֆանտաստիկ կինո է, որ չի նայել 100% պիտի նայի։ Որտեվ ինքը շատ པարզ բաների մասին է խոսում կինոյի միջոցով, Նոլանը, ու այդ առաջնորդելու բանը որ ասիր, միտքս էդ եկավ էլ, այդ Vodisevs-ի ճանապարհ։ Մի քիչ փիլիսոփայություն է պետք առաջնորդելու ժամանակ իրականում, ու մի քիչ դերի ընկալում էլի, այսինքն ոչ գերագնահատում, ոչ թերագնահատում, ֆունկցիա որպես նայես էլի դրան։ Ինչ որ տենց աստվածային բան պետք չի ունենալ։ Եթե պրակտիկայից ամենալավ միտքը, որ ինձ ուղղորդում է, այդ այնա, որ ասում է գործողություն արա։ Ուղղակի հիմիկվա աշխարհում կանգնած մարդն է կրվում։ Եթե գործողություն ես անում, քայլում ես, ուղղությունը հələ դաժե կարող քայլես փոխես, բան անես, բայց մանևրինի պետք է լինես ու գործողություն անես։ Կանգնած մարդը, որը ուղղակի վերլուծում է դիտորդի դերում այդ քո ասած տրամաբանության մեջ աշխարհը փոխվում է, տենանք ինչ կլինի, ես կլինի, այն կլինի, ինքը մի օր հայտնաբերելու է իրան ահավոր հետընկած կարգավիճակում։ Էտա տենց։ Իսկ եթե մի քիչ փիլիսոփայական նայենք, ես բոլորին էլի խորհուրդ եմ տալիս գնալ Vodisevs-ը նայել ու հետո կարդալ Հոմերոսի երկու գործերը, դրանց մի հատ ոնց որ սկսել եմ նորից կարդալ, ոնց Vodisականը։ Բոլոր տեսանկյուններից փիլիսոփայություն ունենալը, մոտեցում ունենալը դերերին, իրերին ու երևույթներին շատ կարևոր է։ Միգուցե դրա համար եմ ես հիմա հանգիստ, ասես նստած այդտեղ խոսում, որովհետև մի քիչ փիլիսոփայությունը պատկերացնում եմ կամ իմ համար parza իմ գործողությունների փիլիսոփայությունը։ Եթե փոքր ու մեծ բաները դնենք մի կողմ ուղակի գործողություն անենք, եւ եթե հասկանանք, որ ուր էլ հասնենք, այդ մեր անցած ճանապարհն է կարևոր, վերջում ասել ենք ինչ հետաքրիր էր ամեն դեպքում։ Ու այդ փորձությունները մեզ սարքեցին այն ինչ որ վերջում մենք ունեցանք, ու թիմի մարդիկ էլ նմանապես ինչ որ բաներ լինեն, այդ մուդով լինեն, իսկ թվա հետաքրիր արկած է էլ այդ ամեն ինչը բիզնեսի մեջ։ Ես հիմա բիզնեսի մեջ ոնց ասեմ, առաջի этаպով այն ինչ որ երազանք ունենք ուղիղ թվերով հասել ենք 7 տարի հետո մեր ուզելցից։ Դրանից հետո եթե մտածես մի հատ ավելի մասին, ուղղակի ինքը շատ բանալն է, շատ པարզ բան է լինում։ Մի քիչ փիլիսոփայությամբ դի մոտենանք, այտենց արկած բառն եմ շատ սիրում։ Մյուս բառերից։ Լավ, այդ դեպքում այդ ամեն ինչը նաև արկածի տեսանկյունից եմ նայում, այսինքն կյանքը ինչ որ արկածային հետաքրիր ճանապարհի հասնելու բանը։ Okay, մենք հիմա արդեն այն տարիքում ենք, երբ ուզենք չուզենք, այս հարցը հա գալիս է, այդ հարցից փախնել էլ չկա, որն է կյանքի իմաստը։ Եթե 20 տարեկանում այդ հարցը չի ծագում, 25-ը չի ծագում։ Չգիտեմ, մի մոտ չի ծագել, դե կյանքը հələ մի անverջ քանակի տարիներ կան, հա կարաս ապրես։ Ես քեզ պատմել եմ իմ առաջի, ես հիշում եմ իմ ոչ թե առաջի միտքն եմ հիշում, ես հիշում եմ միտք, որը որ հիշում եմ, որ իմ առաջինն է եղել։ Ես 3 տարեկան եկամ տենց պլյուս մինուս 3-ից 4-ի արանքում էի, ինչ որ տենց տարիք էր հաստատ, բայց հիշում եմ հստակ միտքս հոպարին էի նայում, հոպարս ինձնից 22 տարեկան էր հոպարի դուխտ։ Ես հիշում եմ ոնց է փոքր երեխա մի օր ուսս աշկեցես բացես, պրաբուժդենիա եղավ մոտս, սկսեցի աշխարհը տեսնել, ու տեսա հոպարից, ու միտքս գիտես որն էր, ասում եմ ինձ թվում է հոպարը այդ տարիքում է արթնացել, ու ինչքան հեշտ է հիմա իր համար աշխարհը, որտեղ ինքը կարա իրան սնիկերսներ առնի, ինչքան ուզի ու ինքը ուտի սնիկերսը, իսկ ես իմ բախտը չի բերել, ոնց որ հիմա եմ պրաբուժդենիան եղել է իմ մոտ, ես հələ այդքան պիտի սպասեմ, այս միտքը ես հիշում եմ, տարօրինակ ինչ որ բան, ինչից էր խոսում, գրողը տանի ես մոռանում։ Հա, կյանքի իմաստը որն է։ Կյանքի, այսինքն այտենց եթե սկսենք առաջի մտքից սկսած այդ հարցը քեզ տալիս է կյանքի իմաստը որն է։ Ինչ անպայման է այդ հարցի պատասխանը բոլոր տարիքներում նույնը լինի։ Հա, չի լինի, հետ։ Ու ինչ անպայման է, հա։ Այս տարիքում Արսեն Ավետիսյանի կյանքի իմաստը որն է։ Շատ հողին կպած բան եմ ասում։ Ես ուզում եմ, որ ես կյանքի վերջում པարս ասած ես ճպտամ իմ անցած ճանապարհի համար, ասեմ, որտենց չգիտեմ, Աստված մի անգամ է ասեր ինչ կուզես անես, կասեի մի անգամ էլ կուզեմ կյանք տաս ինձ, մի հատ էլ անցնեմ ճանապարհ։ Երկրորդը կուզենամ այդ ճանապարհը արժանապատիվ անցած լինեմ,
Okay։ Այսինքն որ երեխեքս ու ինձ ճանաչող մարդիկ գլուխները կախելու առիթ չունենան։ Մնացածը տենց էլի բաներ են։ Շատ པարզ է, հասկանում ես, որտեղ ոչ մի այդտեղ չկա հարուստ մեռնեմ, թե աղքատ մեռնեմ, թեման բացարձակ է, էական չի։ Okay։ Այս հարցը ես տալիս եմ նաև ունկնդիրներին, որն է կյանքի իմաստը։ Քո համար որն է։ Հա, լավ հարց է, հեսա կասեմ։ Դե բոլորով, քանի որ մեր ոդքասթը երրակողմ է, էլի եմ ես ուզում ընդգծեմ, ես եմ, իմ հյուրն է եւ մեր հանդիսատեսն է, ես անընդհատ ոնց որ համ քո հետ եմ շփվում, համ մեր հանդիսատեսի հետ եմ շփվում, գրեք ընկերներ, որն է ձեր կարծիքով կյանքի իմաստը։ Իմ կարծիքով կյանքի իմաստը նախ ես գիտեմ, ես վստահ եմ, որ դա մի անգամ չի, որ մենք ապրում ենք, մենք գալիս ենք ու գնում ենք, գալիս ենք ու գնում ենք, ու երբ որ դու այս կոնտեքստում ես նայում, երբ որ քո ֆոկուսի աստիճանը ոչ թե մի հատ կյանքն է, երբ որ մի հատ կյանքն է, այդ իմաստի կետը միշտ անհասկանալի է, չես բռնում, էլի լավ, եթե մի հատ է, այդ մի հատը կարա 50 լինի, 10 տարի, 10 լինի, 80 լինի, տևողությունը շատ անհասկանալի է, կարա մի տարեկան երեխան, մի տարեկան իր կյանքը ավարտվի, հա։ Հետևաբար, եթե կյանքը մեկ անգամ է, խիստ բան է, ոնց որ հիմքից զրկվում այդ իմաստի կոնցեպտը, լավ, որն է, եթե դու ասում ես ինչ որ մի բան կյանքի, երջանիկ լինելն է օրինակ կյանքի իմաստը, բայց ինչի՞ է մի դեպքում մարդը մի տարի ապրում ու մի դեպքում 10 տարի, մի դեպքում երջանկության մեկնաբանության հարցն է։ Okay, հիմա ես կարծում եմ, որ այս հարցի պատասխանը կարաս դու մենակ ունենաս, երբ որ ֆոկուսդ մեծացնում ես ու տեսնում ես, որ դու անընդհատ վերամարմնավորվում ես, գնում ես, էլի հետ ես գալի, գնում ես, իդեպ քեզ ասեմ, որ այսօր շատ ֆորումներ կան հոգեթերապևտների, հոգեբանների, որտեղ քննարկվում է այս թեման ոչ թե որպես ինչ-որ մի հատ հեքիաթային մի բան, այլ քննարկվում է որպես մի առանձին ճյուղ հիպնոթերապիայի, այսօր կա բան ոլորտ ճյուղ հիպնոթերապիայի, որը կոչվում է ռեգրես, հա, ռեգրեսալոգիա, որի միջոցով, հիպնոսի միջոցով մարդու ենթագիտակցության ամենախորքերից հիշողության sense պատառիկներ են ելնում այդ նախորդ կյանքերի փորձառություններից։ Հիմա, երբ որ դու տեսնում ես այս կտրվածքով, դու հասկանում ես, որ ամեն մի կյանք ինքը նման է հոգու մի ոդիսականի, հոգու մի առաջադրանքի, որտեղ ինքը պետքա գնա, այդ ամեն ինչը կատարի, վերադառնա, կամ կատարած, կամ չկատարած։ Եթե կատարած, հաջորդ էտապ, հաջորդ ամեն անգամ դու մի մակարդակ վերև ես բարձրանում։ Այսինքն, կյանքի իմաստը դա այն հանձնարարությունների պատվով կամ ոչ պատվով, չգիտեմ, կատարումն է, որը ինքդ ընտրել ես, այս կյանք գալով նպատակ ունենալով այդ հոգու աճին։ Ես տենց եմ մտածում։ Դրա համար, օրինակ, ես կյանքում ցանկացած Բայց եթե մի ցիկլի նպատակը չես հասկանում, նպատակը քո ասածը ձևն է։ Ահա։ Բայց եթե մի ցիկլի նպատակը չես հասկանում, այդ անընդհատացնելը մի ձևի անտրամաբանական է։ Չէ, նայ, մի հատ լավ ֆիլմ կա այս թեմայով, Ձեն Սուրկա, իդեպ այդ կինոն երբ որ ես ֆանտաստիկ լավն է։ չէի նայել, միշտ լսել եմ, որ այդ կինոն բանի մասին է, ձանձրալի առօրյայի մասին է։ Արա ասել եմ նայեմ, էլի տենամ այդ կինոն իրոք տենց միապաղ արա вообще այդ կինոն առօրյայի մասին չէ, այդ կինոն նրա մասին է, որ խտացրած է մի կյանքի մեջ մարդու այդ բոլոր կյանքերը ու ցույց է տալի ոնց է դու երբ որ մի բան չես հաղթահարում, նորից կրկնվում է դա։ Այսինքն դու եկար մի կետի, դա չհաղթահարեցիր, այսինքն նույն մարդուն ամեն անգամ ելնում փողոցում տենում է, ոտը ընկնում է ջրի փոսի մեջ, նույն բանը կրկնում է ինչ։ Բայց ինձ շատ է դուր գալի այդ սահմանափակության կետը։ Որ քիչ է մի հատա կյանքը։ Որ դու նայում ես այդ թեմային, այնպես որ դու մի անգամ հիմա այդ Ձեն Սուրկան շատ լավն է։ Իմ տեսանկյունից այդ կինոն ուրիշ բանի մասն է։ Իմ տեսանկյունից ինքը ցույց է տալի, թե դու ոնց կարաս դրվագը ամենալավ օգտակար ձևով ապրես քո շրջապատի համար ու ամենավատ, այսինքն շատ մի օրնա ինչքան տարբեր կարա լինի օրը քո ու քո շրջապատի համար, կախված քո ռեակցիաներից։ Ու հենց այդ սահմանափակությունն է, որ բերում է հետաքրքրության, որտեղ երբ որ դու ունես անընդհատություն, դու այսօր կարաս մեկին նեղացնես, հա, ուշադիր չլնես, մտածել է որ դե մյուս կյանքում հետ կգամ։ Չէ, ինձ դուր է գալի, քո ասածը չեմ վիճարկում, բայց ինձ դուր է գալի ծորյան, որ ամեն ինչ հենց այդ սխալը կյանքը շատ համով է սարքում ու կյանքը շատ իմաստարից է սարքում, հենց սխալվելու իրավունք ունենալը, որովհետև երբ որ դու սխալ չես անում, դու չես գնահատում։ Հիմա այդ Ձեն Սուրկայի օրինակը շատ լավն էր, էլի։ Այդ
անընդհատ վերլուծել ճիշտ ու սխալի մասին քո տված ռեակցիաների տեսանկյունից շատ ավելի բան է սարքում քեզ ամեն դրվագում ավելի ուշադիր, հետաքրքիր, ավելի հենց նույն այնտեղ քիչ կա ֆոկուսա բանը տեսել ես դες ֆոկուսը ֆոկուսները քեզ այսինքն այդ սխալվելու հնարավորություն ունենալը շատ ավելի հետաքրքիր է կյանքը սարքում Okay, հարց չկա։ Լավ։ Իդեպ նկատել եք, այսօր ես ու Արսենը հաշված թեմաների շուրջ ունենք կոնսենսուս։ Լրիվ տարբեր մոտեցումներ է ու կայֆ է ու լավ է, մենք նույնիսկ ստեյկը նույն պրաժարկով չենք ուտում։ 100% նույնիսկ մեքենայի օրինակը ես հավերում եմ։ Լավը մի բոյի ենք։ Ահա, չէ։ Ընկերներ, այստեղ շատ կարևոր է նաև, այո, ձեր կարծիքը, ձեր ներգրավվածությունը եւ էլի վերադառնալով մեր թեմային, ես ուզում եմ հաջորդ հարցը քեզ տամ։ Դու 10 տարի առաջ կարայր միայն երազեիր այն մասշտաբների մասին, այն եկամտի, այն գումարի քանակի մասին, որը այսօր դուք ունեք, հա։ Դու այսօր ասացիր, որ արդեն 125 միլիոնի, հա, վաճառք եք ունեցել այս տարի, 125 միլիոն դոլարի, որտեղ մարժան 5% է։ Ճիշտ եմ ասում։ Չէ, դες մի ասա։ Չէ, շատ տարբեր է մարժաները։ Okay։ Դες մի հաշվի, փողերը։ Հա։ Սխալ պատկերացում։ Լավ, այդ բիզնեսում 1-ից 2-ից 5% է։ Մոտարապես տենց կարող քաշվենք, այո։ Ահա, հիմա հարցս հետեւյալն է, փողը կարող է մարդուն երջանիկ սարքի, թե չէ։ Եթե միայն կարոմանա, ապա այո, բայց առանց փողի երջանիկ լինելն էլ հնարավոր։ Ահա։ Ուղղակի առանց փողի երջանիկ լինելու համար առանց փողի երջանիկ լինելու թեորիան բավականին ռոմանտիզացված է։ Ահա։ Դժվար թե այտենց, եթե դու փող չունենաս, այստեղ համաձայն եմ, բան չեմ կարող ասել։ Դժվար թե եթե դու փող չունենաս քո հարազատին կամ քեզ վիրահատություն պետք լինի, դու ասես չէ, ես երջանիկ եմ, որ իմ մահով կմեռնեմ, բայց այնտեղ վիրահատական միջամտությամբ կարեր եւս 50 տարի ապրեր։ Փողը լուծում է հարցեր, որոնք որ ես սիրում եմ փող ունենալ ու ներդրում անել բացահայտելու աշխարհը, ավելի հետաքրքիր զգացողություններ ունենալու, օգնել մարդկանց, ինքս ինձ ժամանակ առ ժամանակ նվերներ առնել, չնայած շատ քիչ են այդ նվերները։ Կյանքի բարիքներից օգտվել վերջը։ Կյանքի կարանք ասեմ փողը հավատքներս հավասար չի երջանկության, բայց փողը հավասար է կյանքի որակի, որն էլ կարա կորելացվի երջանկությանը։ Չէ, երջանկությունը շատ սուբյեկտիվ է։ Հիմա ինչ է երջանկությունը գրող տանը, ինչ որ մեկի համար մեր մեր կյանքն է երջանկության մոդել, իմ ու քո, ինչ որ մեկի համար ով որ չունի խաղակոշիկ ունենալն է երջանկություն, ինչ որ մեկի համար ոտ ունենալն է, այսինքն եթե մարդը ոտք չունի հաշմանդամա, ինքը թքած ունի այդ խաղակոշիկի վրա, ինքը կուզի ոտք ունենար։ Այդ պարզ միտքը, որը որ ասում է քո կյանքը ինչ որ մարդու երազանքն է, շատ է ստիպում գնահատել քո կյանքը, ես այդ շատ եմ։ Պարզ բան է, ինքը երեխեքին էլ եմ ասում։ Ցանկացած քո այդ դրվագը ինչ որ մի մարդու երազանք կարող լինի, էլի։ Հիմա Տեսլան շատ մարդկանց երազանք է, ինչքան էլ քեզ դուր չի գալի։ Լավ էլի։ Բայց հա քո մեքենան էլ ինչ որ քիչ մարդկանց երազանք է։ Հա։ Okay։ Միտքը պատկերացրու, այսինքն երջանկություն ես այսօր այտենց հիմնավորված ուզում եմ բոլոր սուբյեկտիվ իներցիաները դնենք մի կողմ, օրինակ ասում ենք ինչ է երջանկությունը, ես ինչ իմանամ ինչ է։ Երջանկությունը արի սահմանենք, հետո ասենք փողը պետքա դրա համար, թե չէ։ Ահա, արի թող ես սահմանեմ երջանկությունը, հա։ Սահմանի։ Օգնեմ, հետո տնանք փողը դրա հետ կապ ունի, թե չէ։ Ուրեմն երբ որ ես փոքր էի, ես երջանիկ էի այնքան, ինչքան որ կարում էի նաև ինձ որոշ բաներ թույլ տայի, օրինակ, հեծանիվ ունենալ, հա, ինչ որ խաղալիք ունենալ, իմ ուրախությունը օրինակ մառոժնին մեր գյուղի տանը, հայրական տանը, մենք նստած էինք այդ մառոժնի ավտոն ասես գալիս էր ու շատ եղել որ մենք փող չենք ունեցել այդ պաղպաղակը առնելու ու երբ որ առել ենք ես երջանիկ եմ ինձ զգացել, այսինքն երջանկությունը դա այդ մանկական բուրըն էմոցիաների բանն է, արկայությունն է
Եվ նաև մինիմալ հնարավորություններն է։ Օրինակ, պաղպաղակ առնել, հեծանիվ առնել, ինչ որ գնալ, օրինակ այն ժամանակ ես հիշում Սևան գնայինք, լողանայինք Սևանում, հա, այդ շատ մեծ մի հատ բան էր։ Մեքենա չունեինք, բան չունեինք, չգիտեմ, ինչ որ տրանսպորտով պիտի գնայինք։ Հիմա ես կարծում եմ, այսօրվա արդեն մեր տարիքում կան հնարավորությունները, բայց այն մանկական են, անկեղծ են, մաքուր են, այն ցանկությունները էլ չկան, ծածկված են։ Երջանկությունը իմ կարծիքով կյանքի բոլոր էտապների կուտակված է ցանկությունների, էմոցիաների, սկսած այն պահից, երբ որ դու ինչ որ բան ուզում ես, այդ պահից մինչև այսօր ամեն տարիքում մենք ինչ որ մի էմոցիա ունենք։ Ու այդ բոլորը, եթե դու կարում ես իրագործես, ու իրագործես ոչ թե ուրիշի համար, ոչ թե դու ունես քո երեխու համար ես դա անում, դրանից ես քեզ լավ զգում, չէ, հենց քո համար իրագործես։ Դրա համար ես լավ գործիք ունեմ 100 ցանկություն, որը անընդհատ թարմացնում եմ ես, ու տարբեր տարիքի, ասենց աթոռը դնում եմ, ասում եմ հիմա այս աթոռին ես նստում եմ 10 տարեկան իմ վիճակով։ Ու գրում եմ ինչ կուզենայի 10 տարեկանում։ Արա նենց շերտերա բացվում, նենց խորությունա բացվում, ու դու հասկանում ես, որ դու ուզում ես պրոստը մի հատ գնաս այն դպրոցը, որտեղ ավարտել ես, մտնես քո նստարանին նստես, գնաս մանկապարտեզ, որտեղ գնացել ես, գնաս այս բան, պլոմբիր ուտես, հա, այն երեխա ժամանակ այս թազա պաղպաղակները չէ, այդ այսօրվա իմ ցանկություն։ Պլոմբերը են որ sense Չէ, պլոմբիրը երկար sense, բանը, Էսկիմո էլի, հա, երևի, հա, այն sense երկար կլոր։ Այսինքն երջանկությունը դա նույնիսկ այս տարիքում պահպանել ներսի այդ երեխային, այդ շերտերը, հա, եւ դա իրագործել։ Այդ է երջանկությունը։ Հետաբար փողը պետք է։ Էլի կախված է ինչն է նպատակը, էլի։ Եթե երջանկությունը ստեյց Սևան ոտով քալելն է, փող կարող պետք է նայ իմ պատկերացմամբ այդ երջանկության զգացողությունը, այդ անհասանելին հասնելու կամ ձգտելու ինչ-որ կետերում հաջողության հասնելու դրվագներն են, որոնք զուտ քիմիական process-ներով քեզ ուրախացնում են, sense, բայց գլոբալ երևի հետաքրքիր է կյանքի այն իմաստով, որ դու ունես նպատակներ, դու ունես կամք, ամենահետաքրքիր մտքը ասեմ, ոնց է փիլիսոփան շատ հետաքրքիր է այդ փիլիսոփան մեկնաբանում, կյանքը առհասարակ շարժումը, որպես կյանքը շարժումն է ինքը տեսնում ու կամքն է տեսնում, որպես շարժիչի, որպես գործոն։ Լավ։ Այսինքն ինքը ասում է կամքն է, որ մարդուն ստիպում է գործողություն անել։ Այդ գործողություն անելը արդեն ինքը մեծ երջանկություն պետք է ապարգևի քեզ, որ դու կարող ես գործողություն անես, կամք ունես։ Մնացածը բոլոր նպատակներն են, որոնք քեզ կերջանկացնեն կամ չէ։ Ինչ են մեզ երջանկացնում մի բանը, որը որ մեզ հասանելի չի ու մենք կամ հասնում ենք կամ փորձում ենք հասնենք դրան։ Որտեւ այդտեղ դե հա, հավելյալ բան կա, ինչ որ բան կա, որին դու հասար, հաղթեցիր, այդ է քո նպատակը։ Հիմա եթե գալիս ենք փոքր ու մեծ բաների երեխա ենք, ես էլ ուզում եի մի ամբողջական սնիկերս առնել ուտեի։ Միջև վերջ ես ուտեի սնիկերս, ես հիշում եմ այդ բանը, երազանքները, մեկ-մեկ հիմա սնիկերսների մոտ որ անցնում եմ, անկեղծ եմ ասում, մեկ-մեկ սնիկերս եմ առնում ուտում, որովհետև այդ փոքր բան է։ Այս մի հատ էլ բան ասեմ, ինձ թվում է ես ինչ որ պահի Porsche 911 եմ առնելու մեքենա, կաբրիոլետ։ Դե առ ինչ որ բայ։ Չգիտեմ, հեսա կհասունանա մոտս այդ մասը, որովհետև դե առ ընկերներից մեկը Վիգենը կաբրիոլետ է առել մեքենա, այդ մարդը երջանկացել է այդ մասով։ Վիգենը ասում է, ախպեր, այսքան ուզում եմ, ինչի չառնեմ, ես մանուկ հասակում դա մեր երազանքներն էր, էլի, կաբրիոլետ ինչ-որ տես մեքենա։ Հիմա ինչի չանենք այդ դրվագը ոնց որ կա ու երջանկացել, բայց ես ինչով կարամ քեզ օգնել, որ դու այդ Porsche շուտ առնես։ Տեսլաս ծախես։ Ֆրծնենք այդ Տեսլայից։ Չգիտեմ, երջանկությունը էլի ցանկացած բանի սահմանումներ տալը սահմանափակումա ընդունես եւ այլն, ես չեմ ուզում տենց սահմանափակվել։ Ընտիր։ Երջանկությունը այնա ինչ որ այդ բան երջանիկ ես, հա, հիմա ունես նպատակներ, հա, դա արդեն կարևոր բաղադրիչ է երջանիկ լինելու համար ինչ որ դրվագում, բայց տենց պրոստը երջանկությունը կատարյալ հողը երջանիկ լինելու համար իմ համար այնա որ հարազատները, ընկերները, բոլոր քեզ շրջապատող մարդիկ լինեն առողջ, չունենան հացի խնդիր, այսպես ասած,
ու ունենան կամք բացահայտելու աշխարհը, այդ իդեալական բազա է երջանկության պայրս գալու համար կյանքի Okay. ընթացքում։ Իմ համար այդ բավարար պայման է։ Okay, քանի որ մենք հիմա նաև համատեղ պրոյեկտ ունենք, ես ուզում եմ մի քիչ այդ պրոյեկտից խոսանք, ինչա Realtor-ների ակադեմիան եւ ինչի ենք մենք, ես ու դու, մեր շատ թանկ ժամանակը ներդնում այս պրոյեկտի մեջ, ինչ vision ունենք, ինչ նպատակ ունենք եւ ինչ message մենք կարանք տանք մեր ունկնդիրներին։ Այս հենց այն իմ ասած ֆոկուսից եկող գործողությունն է, որը որ պետք է անենք իմ կարծիքով, որ եկող տարի ունենանք այն ռեսուրսը, ոչ թե ես ու դու, այլ գլոբալ մեր շուկան ունենա այն ռեսուրսը, որը որ եկող տարի պետք է լինելու շուկայում, հա։ Ինչ ենք մենք անում Realtor-ների ակադեմիան, մի քանի պատճառ կա, բայց ամենամեծ լավ պատճառն է, որ պետք է համախմբված կարծիք, ձևաչափ, անշարժ գույքի գնման process-ի օգնության համար, այսպես ասած։ Ես չեմ ասում վաճառքի համար, այդ բառը մի քիչ իմ համար վատ բառ է, ագրեսիվ բառ է, վաճառք բառը։ Ինչի, որտեղ մեր երկիր լիքը մարդ է գալիս հիմա։ Հայաստանի համար մեկ salesman-ը ասում որ իր համար վաճառք բառը ագրեսիվ բառ է։ Այո, ագրեսիվ բառ է, որտեղ ես Համաձայն ավելի լավ է ես քեզ օգնեմ, որ դու տուն առնես, քան թե ես քեզ ինչ-որ բան վաճառեմ։ Կարող է նույն գործողությունը երկու ձև ենք մեկնաբանում, բայց այտենց Համաձայն եմ, չէ։ Հիմա մեր մոտ մեծ հոսք կա, հնարավորություն կա այդ հոսքը որակապես ավելի լավ սպասարկելու դրսի շուկայի, դրսից եկող կապիտալի մասին եմ ասում, հա, ու ներսի կապիտալն էլ, այսինքն ներսի գնորդն էլ հաշվի նկա դարել ավելի լավ սերվիս ազում եւ այլն։ Բայց մեր մոտ չկա այդ մեծ ալիքը, որ բոլորը նույն բանի վրա են, հա, նույն տեմպի վրա են, նույն vision-ի վրա են, թե ոնց պետք է մարդկանց սպասարկել, առհասարակ շուկան ուրա գնում 3 տարի հետո մենք ուր ենք լինելու, ինչ սպասարկման որակ պետք է լինի եւ այլն եւ այլն։ Դրանից գլոբալ իմաստով մակրոտնտեսական ցուցանիշներից սկսած մինչև միկրո եսի ինչ կախվածություն կա, էլի, որ օրինակ $25 միլիոն չեք ենք վաճառք արել, այդ բառը օգտագործենք։ Վաճառք ենք արել, $25 միլիոն տնտեսություն փող է եկել։ Դու պատկերացնում ես, եթե դրանից լիներ 20 հատ այս տարի, եւս $100,000 էլ լինել եւս մի 10,000 հոգի, որ կբերեին։ Այդ թվերը կան, այդ թվերը իրական են։ Այսինքն իմ համար շատ էական է։ Ես ոնց կարամ օգուտ տամ իմ միջավայրին, իմ երկրին եւ այլն, ես հասկանում եմ, որ այդ ուժը որ այդտեղ ներդնենք, մենք կունենանք մի հատ ինֆրաստրուկտուրա, դա էլ է ինֆրաստրուկտուրա, մարդկային ռեսուրսի տեսքով, բայց դա էլ է մի բան ռեսուրս, որը որ պետք է ես երկիր ունենա, մաքսիմալ տրանսլյացիա անել իր անշարժ գույքի շուկան ու այդ իմաստով փող բերել երկիր, որտեղ ինքը մեծ չեկով շատ lifetime մարդու կապվածության, այդ մարդը որ չեկը բերում, աստեղ չի բերում բրցնում էլի, գալի գնում այն ինչ-որ բան անում, քո միջավայրը արագ հարստացնում ես դու դրանով։ Ես տենց եմ տեսնում իմ նիշայի մեջ, դրա համար ես ուզում եմ Realtor-ների ակադեմիա լինի։ Այդ Realtor-ների ակադեմիան այդ մակրո ոնց որ բանն է, էլի, թեման է, թե ինչի է դա պետք մեզ։ Եթե բիզնեսի տեսանկյունից նայենք, մենք իր այդ բիզնես ենք այնտեղ անում, արդեն ունենք լավ փորձառություններ մարդկանց հետ քոլաբ անելու, այդ մարդկանց հետ փող աշխատելու ու այդ process-ները արագացնելու, հա, իրանց ընկերությունում, մեր ընկերություններում, որ պրոստը չեղած տեղից երկու ռեսուրս կպտում է իրար, դառնում է 1։ Եթե երկուսից մոտ է 0 էր, բայց այդ 0-ները գումարած 1 է դառնում, որտեվ կա ֆոկուս, այդ շատ կարևոր է, կան մարդիկ, ովքեր ունեն այդ ֆոկուսը, բայց իրացման տեղը չունեն ֆոկուսի, կամ դեռ այդ աստիճանի չեն արագացել, որ այդ ֆոկուսը իրանց վստահեն եւ այլն, այդ process-ները արագացնում ենք այդ միջոցով։ Այսինքն մենք կիսվում ենք գիտելիքով, ինչ որ բաներ ենք սովորեցնում ու սովորում այդ ակադեմիայի շրջանակում, հետո սկսում ենք այդ բիզնես անել ու միտքն է, որ lifetime գործընկերություն անենք այնտեղ, այսինքն ժամանակ առ ժամանակ բնականաբար հավաքվենք, update-ներ անենք մեկս մյուսի, ստանանք կարծիք եւ այլն ու անշարժ գույքի շուկայի զարգացմանը զուգընթաց ունենանք մի հատ այտենց խումբ community մարդկանց, ովքեր սպասարկում են անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող process-ների այդ մասը։ Ու մենք ուզում ենք, որ իրանք լինեն 500-ից 1000 հոգի այդ community-ին, մարդիկ, ովքեր սպասարկում են անշարժ գույքի այդ process-ները երկրում։ Ես ուզում եմ իմ կողմից ավելացնել, նաև տարերքներին վերադառնալով, հա, որ թե իմ, թե Արսենի տարերքի մեջ կա վաճառքի process-ը ու իմ մոտ ես ուղղակի այդ գործը, չգիտեմ, սիրում եմ ինչքան, որ ես միշտ
դրա համար ժամանակ ու ուշադրություն կգտնեմ, էլի, նույնը դու, եւ մեր համար դա նաեւ մեր տարերքների ռեալիզացիան է, եւ բացի դրանից մենք թե Արսենի օրինակով, թե շատ ու շատ պրոֆեսիոնալ սելզմենների օրինակով եւ բիզնես անող սելզմենների օրինակով գիտենք, որ կարելի է այդտեղ շատ այտենց լուրջ փող աշխատել։ Օրինակ արդեն մեր նախորդ հոսքից մենք ունենք գործարքներ մոտ ասեցիր $100,000 արդեն տոկոսա աշխատվել, այսինքն այդ մարժան, այդ չգիտեմ 2%-ը, 3-ը, 5-ը արդեն մարդիկ աշխատել են։ Հետևաբար ես հիշում եմ, որ Արսենը պատմում էր, թե ոնց է մտել անշարժ գույքի շուկա, որ ընտրություններ կամ գնա բանկ աշխատի ու հաշվել էր, թե մի տարում բանկում ինչքան աշխատավարձ է ստանալու, հետո ասել էր լավ, արա, մի տարի ոնց ծախսես, ասենք, չգիտեմ, այսքան եւ գալով անշարժ գույքի շուկա շատ արագ մի գործարքով էր ինքը այդ գումարը աշխատում։ Հետևաբար ինքը եթե վաճառքը ձեր տարերքն է, եթե դուք ձեզ զգում եք դրա մեջ լավ, հա, ապա Realtor-ների ակադեմիայում կարող եք նաև դուք լինել կամ ձեր բարեկամը, ձեր երեխան, ձեր եղբոր երեխան, չգիտեմ, քրոջ երեխան, ով սիրում է խոսալ, շփվել եւ նաև պատրաստ է փող աշխատելու։ Կուլտուրա ասեմ, որ դա lifestyle, որտեվ ինքը փոքր ձեռնարկատիրական գործունեության նման ինչ որ բան է, հա, այդ հաստիքը ոչ թե բիզնես է ինքը, բայց ինքը ենթադրում է, որ դու պետք է լինես մի քիչ ձեռնարկատեր, մի քիչ այդ ստրուկտուրայի մեջ աշխատելու։ Ինքը lifestyle-ի նման մի բան է։ Դու պետք է ինչ եմ ասում, օգնել գնել, հա։ Եթե քեզ որպես խորհրդատու այդտեղ չընկալեն, ավելի կոմպետենտ մարդ չընկալեն, քեզնից գնում անելը շատ բարդ է։ Միայն այն դեպքում, երբ որ ստիպված պետք է անեն, որտեղ այդ ապրանքը քո մոտ էքսկլյուզիվ դրած է, իրանց էլ պետք է։ Բայց երբ որ դու ունես հետաքրքիր lifestyle, ինքդ ունես ներդրումներ, դրանից հասկանում ես, ունես տեսլական թե ուրա գնում այդ թեման, այսինքն մարդ ես, որը խորհուրդ կարա տա, ոչ թե այդ պայն process ուղակի process սպասարկի, հա, ու всё, վերջնի մարդու կյանքի ընթացքում դու լինես այն ֆունկցիան իրականացնողը, որ իրան միշտ խորհուրդ է տալիս, թե այս դրվագում ինքը ինչ պետք է անի։ Շատ պարզ է, բժշկի ֆունկցիան վերցրել, երբ որ դու ունես բժիշկ, որը քո կյանքի ընթացքում քեզ ուղեկցում է, ցանկացած հարցով զանգում ես քո բժշկին, կամ Վարշավին, ես էլ եմ Վարշավին զանգում իմ Ռոմանին բարևներ, ելով կան այտենց մարդիկ ավտո սարքողին քո արեստավորին, որը քո մեքենայի հարցերով։ Նույնը քո ինվեստիցիաների, կապիտալի կառավարման, որից մեկը անշարժ գույքի շուկան է, դրա մասով դու պետք է ունենաս քո կյանքի խորհրդատուն։ Իմ մոդելը սա է։ Իսկ եթե դու ուզում ես այդ խորհրդատուն լինես, դու պետք է ունենաս համապատասխան lifestyle։ Օրինակ Դուբայում ոնց է, Դուբայում ցույց են տալի այդ lifestyle-ը ունեն, չգիտեմ, այդպես կրուտո ինչ որ կոստյումներ են հագնում, բան, առաջի բանը գնում են իրենց կոստյում են առնում, էս են առնում, են առնում, բայց փուչ է շատ դեպքերում այդ մասը էլի։ Իրականում, եթե այդ բացը լրացնես, բայց բոլոր կոմպոնենտները պահպանես, արտաքին տեսքից սկսած, կրթվածությունից, աշխարհ տեսածությունից, գիտելիքից, հա, վերլուծական այդ մասով, նստած տեղդ քո մոտ ուղղակի այնքան մարդ գա քեզնից խորհուրդ հարցնելու, քեզ դրա համար վճարելու, որ քեզ պետք չի վաճառք անել։ Քեզ պետք է ուղղակի պատասխանել այդ մարդկանց հարցերին։ Եվ վաճառք այն դեպքում են անում, երբ որ ստիպված մի բան համոզեն, էլի։ Ընտիր, դե մենք երրորդ, այսինքն եթե ակտիվ են մարդիկ եւ այլն, այդ ամեն ինչին ավելացնենք, եթե դուք ուզում եք ունենաք այդ lifestyle-ը, լինեք այդ մարդը ինչ որ խմբի համար, ձեր network-ի, ինչ որ local network-ի կամ global network-ի համար, եթե ձեզ հետաքրիր է այդ իմաստով փող աշխատելը, մենք այդ հնարավորությունները, գիտելիքները բոլորը կտանք, որ դուք մաքսիմում արագ ու հեշտ մտնեք այդ շուկա։ Մնացածը ձեր բանն է արդեն նախաձեռնողականությունից կլինի։ Ընտիր։ Ընկերներ, եթե նկատեցիք այսօրվա մեր դիալոգը ամբողջությամբ գաղափարախոսության, փիլիսոփայության, աշխարհայացքի, հոգեբանության մասին էր եւ Արսենի հետ մենք մեր առաջի պոդքասթը հիմնականում խոսել ենք մատերիայի, նյութի, փողի, շենքի, շինության, բիզնեսի մասին եւ այսօր մենք Արսենին փորձեցինք բացահայտել նաեւ հենց մտքի, գաղափարախոսության, փիլիսոփայության տեսանկյունից, որովհետեւ իմ կարծիքով եւ իմ համար անձամբ մարդը առաջին հերթին հետաքրքիր է իր փիլիսոփայությամբ։ Ես երբ որ մարդու հետ շփվում եմ, ես իր ֆրազաներին եմ ուշադրություն դարձնում, իր ձևակերպումներին, իր Որն է ամենասիրած ֆրազան քո մոտ։
Արսենը շատ սիրուն մի հատ ֆրազա ունի, ընկերներին նայում ասում են ես քեզանից շատ գոհ եմ այսօր, շատ պարտավոր ես թող։ Այո, Այսօր գոհ ես ինձանից։ արտակարգ Ընտիր, շատ գոհ եմ։ ընտիր։ Դե ես կուզենայի նաև, այո, մենք մեր նաև մյուս հյուրերի հետ այս շերտից խոսենք, այս շերտը բացահայտենք, որովհետև թե ոնց է մտածում գործարարը, ոնց է ձևակերպումները տալի, իր համար ինչա երջանկությունը, փողը, կյանքը, ընտանիքը, սա կարծում եմ այն է ինչի կարիք իրոք մեր հանդիսատեսը ունի եւ մենք այսօր գործարարներին հաճախ պատկերացնում ենք շատ վերամբարձ, շատ հեռու, շատ ինչ որ անհասանելի մարդկանց, բայց այդ մարդիկ նորմալ սովորական մարդիկ են, սովորական ուրախություններով։ Այս թեմաներից ցանկացած մարդու հետ որ խոսանք, առանց նսեմ ասնելու, հա, չգիտեմ, մեքենա ավտոբուսի վարորդի հետ օրինակ որ խոսաս, կարող է շատ ավելի հետաքրքիր բաներ ասի, քան ես ասի կամ ամենահարուստ գործարարը։ Ինձ թվում է այս են թեմաներն են, որոնք բոլոր մարդկանց հետաքրքիր են։ Պետքա բացես։ Բոլոր մարդիկ ունեն իրենց փիլիսոփայությունը, շատ հաճախ տաքսու վարորդը, բարմենը, մատուցողը շատ ավելի հետաքրքիր փիլիսոփայություն ունեն, քան թե իմ նման մարդ, ով մի ֆունկցիայի մեջ ինչ որ տես բաներ անում։ Ես մի բան պատմեմ, մի քիչ էլ ժամանակ Հարց ունենք։ տամ էլի։ Հա։ Տենց էքսպերիմենտ կանես։ Օրինակ մի օր այս ամեն ինչի մեջ հրավիրի մի հատ բարմեն մեր ընկեր, որ կա Վարշավիր, ավտոբուսի վարորդ, եթե ունենք այտենց ընկեր, ինձ հետաքրիր է էլի։ Խիչ ենք մենք բացահայտում նաև այդ մարդկանց մեր մոտ։ Okay, ես չեմ մտածել, ես այդ փորձառությունը դեռ չունեմ։ Մի անգամ անենք։ Կարա լինի, չեմ բանանում, հա, չեմ ասում, չէ, ֆորմատը մեր ի սկզբանե եղել է իմ շրջապատի գործարարների հետ շփումը, իմ կլուբի, իմ շրջապատի, եւ հենց փիլիսոփայության մասին ուզում եի ասեի, մենք երկրորդ կուրս էինք ինստիտուտում ժողում կամ երրորդ։ Եկան ոնց որ տեսան մեր կուրսի ուսանողները չեն նստել դասի, ասի ինչ է, ժողովուրդ, էս խիտ դասի չենք, բա փիլիսոփայության դասն է, օրսի ոնց կարելի է փիլիսոփայության դասին չնստել։ Տիպը փիլիսոփայությունը այնց հնուց եկել է, որ ինքը տենց ժող ինստիտուտում տենց երրորդային առարկա է, 10-րդային առարկա է, տիպը դե ինչ նստես փիլիսոփայություն, այդ ի՞նչ է։ Արա ես որ լսեցի այդ բառը, ես հասկացա, որ ես պետք է այդ լսարանում լինեմ, գնացի նստեցի, քիչ էին, էլի մարդ կար, բայց գնացի նստեցի ու ի ուրախությունը ինձ մեր փիլիսոփայության դասախոսը, կարծում եմ ֆանտաստիկ դեմք է ինքը Հովականյանը, ու ես չես պատկերացնի ոնց եմ վայելել։ Հովականյանը Նարեկի papan էր։ Չգիտեմ, տղային չեմ ճանաչում, բայց Յուրի Հովականյան կարծեմ, ովքեր ժող են սովորել, կարող եք մեկնաբանություններում գրել, Արսեն չես պատկերացնի ոնց եմ վայելել ես այդ մի սեմեստր թե երկու սեմեստրը։ Մենք այդ ժամանակ սկսեցինք ճանաչել Նիչեի այսպես խոսած զրադաշտը, սիրել այդ գիրքը, սիրել առհասարակ այդ իմաստասիրությունը, փիլիսոփայությունը ինչ է, ինքը իմաստասիրություն, այսինքն երբ որ քո միտքը այնքան է ձևավորվում, զարգանում, երբ որ արդեն ոչ թե դու գիտելիքի մակարդակով ես ինչ որ բաներ վերլուծում, այլ իմաստության մակարդակով ես ինչ որ բաներ վերլուծում։ Այսօրվա մեր աշխարհում, երբ ամեն ինչ արժեզրկվում է, կոնտենտը, գիտելիքն է դաժե վերածվում fast food-ի, այս աշխարհում իմաստասիրությունը, այն գիտելիքը, որը գալիս է ավելի այդ քո ասած լավ խորանալու այն շերտերից, այդ գիտելիքը անգին է։ Եվ իմ համար ամեն պարոն Հովականյան, եթե դուք ինչ որ մի ոնց ասած հրաշքով ինձ նայում եք հիմա, իմացեք ես ձեզ շատ շնորհակալ եմ ու ձեր հետ իմ հանդիպումը բեկումն այն է եղել իմ կյանքի վրա ու ես մինչև օրս կարդում եմ, ուսումնասիրում եմ, չգիտեմ, իմ համար փիլիսոփայությունը դա գիտությունների գիտությունն է, որի վրա ի սկզբանե եղել է, չգիտեմ, 2-3 հազար տարի առաջվանից հենց այդ է եղել առանցքային գիտությունը, հետո նոր ձևավորվել է։ Կյանքի իմաստը, երջանկության իմաստը մյուսը դրա միջոցով է փոխվում։ Իհարկե, նույն Պյութագորասին մենք գիտենք որպես երկրաչափության հիմնադիր, բայց Պյութագորասը առաջի հերթին եղել է մեծ մտածող, միստիկ, փիլիսոփա ու մագ է եղել։ Հետևաբար կյանքի իդեպ նաև էլի պարոն Հովականյանի խորհրդով ազդեցությամբ ես սկսեցի սիրել նաև Փոքրիկ իշխանը, այդ փոքրիկ վեպը, որը ոչ թե հեքիաթ է, ոչ թե ինքը մի հատ իմաստասիրության գանձ է, որը եթե դուք մի քանի տարին նորից մեկ անգամ կարդաք, եւս մի հատ շերտ իր մեջ կգտնեք։ Հետևաբար իմ պոդքասթներում ես հենց այդ իմաստասիրության շերտն եմ ամենաշատը կարևորում ու քեզ շնորհակալ եմ, որ այսօր եկար էլի մեզ հյուր։ Մենք ի սկզբանե մտածել էինք նաև մի քիչ պրոյեկտներից խոսանք, բայց ոնց որ
դրան հերթը չհասավ, կամ կարանք մի քանի բառ, եթե ոնց արում։ Եթե Bosco-ից խոսանք, Bosco-ն հետաքրքիր պրոյեկտ է շատ, որը այն մարդկանց համար է, ովքեր սիրում են active lifestyle ունենալ, այդտեղ շատ ընդգծված է lifestyle-ի մոդելը, այն մարդկանց թիրախը, ովքեր որ կամ այդտեղ հաստատ կուզեն կամ հաստատ չեն ուզի, այտենց չկա միջին ինչ որ բան։ Մենք դրանով իրողությունից զարգացրել ենք ոչ թե Երևանը, այլ նոր Հաճն քաղաքը։ Լրիվ այդ քաղաքը վերափոխվել է ու վերափոխվելու է։ Ի շնորհիվ նաև իմ գործընկերների, ովքեր այնտեղ ակադեմիա են հիմնադրել Յուվենտուսի եւ միջազգային դպրոցի ֆիլիալ հիմա կհայտարարենք։ Ուտես բացի Երևանից ապակենտրոնացել ենք Երևանը, այդտեղ մի հատ լրիվ զրոյից չասեմ, բայց մի բան, որը որ կարող ենք շենք օգտագործում, լավ օրինակ ենք ցույց տալիս, ոնց կարելի է վերակենդանացնել, արագացնել process-ները ու կյանքի մի հատ ուրիշ սցենար ապրելու, ֆիզիկական սցենար ապրելու հնարավորություն տանք այն գնորդներին, որոնք սիրում են այդ lifestyle-ը։ Իմ կարծիքով բոլորս էլ սիրում ենք այդ lifestyle-ը ու մոտ ապագայում չի լինելու ինչ որ մի պրոյեկտ, որը հենց տենց չլինի, այսինքն lifestyle-ային պրոյեկտ չլինի իր ենթակառուցվածքներով վոլեյբոլ, բասկետբոլ, լողավազան, ֆիթնես, պիլատես, lounge զոնա, սպա զոնա, ֆուտբոլի դաշտ, չգիտեմ, ռեստորան, սրճարան, բացօթյա աշխատելու հատված, այսինքն այն որ ասած խոսում ենք երջանկությունից, այս իմաստով փողը իհարկե կարա երջանկացնի, թե դու տես միջավայրում ես ապրում, իրականում բարձանում է, էլի պրոդուկտի բանն էլ է, ստեղծման թեման էլ է բավականին բարձանում, միշտ էվոլյուցիան փոխվում է, այն ինչ որ իրենց թույլ են տալիս էլիտաները 20 տարի առաջ, հիմա դառնում է հասանելի ճոխություն այն մարդկանց համար, ովքեր 20 տարի առաջ դա չէին կարող թույլ տային, հիմա չեն կարա։ Սա այսպես է գնում էվոլյուցիան, էլի։ Ընտիր։ Դե սիրելի ընկերներ, կարանք ռոյս քշենք մի 10-15 տարի հետո։ Հազը դառնա հասանելի, այո։ Դե սիրելի ընկերներ, մենք ավարտեցինք այսօր մեր երկրորդ մենք ժամ ու կեսա խոսում ենք 4 ժամ կարելի էր խոսալ 4 ժամ լավ հաստատ դե մենք ավարտեցինք ստուդիայում, բայց չենք ավարտել առհասարակ, կավարտենք այն ժամանակ, երբ որ դուք ձեր հարցերը կգրեք եւ ձեր պատասխանները կստանաք։ Շնորհակալ եմ քեզ, ընկերս, որ եկար։ Քեզ եմ շնորհակալ։ Հիմա ոնց է որ էլի թոփերում լինի, էլի էլի կանչենք։ Տեսնենք, եթե առաջի երյակ մտնի այս ոդկասթը, լավ, առաջի 5-յակ եթե նորից մտնի այս ոդկասթը, մենք կնկարենք երրորդ մասը։ Okay։ Դե շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ, ձեզ նույնպես շնորհակալ եմ ընկերներ նայելու, հավանելու եւ մեկնաբանություն գրելու համար եւ դե մինչ հանդիպում։